Խոսելու ենք երկու իրարից շատ տարբեր, բայց միաժամանակ շատ նման հեղինակների մասին։ Երկու հայերից՝ Վիլյամ Սարոյանից ու Սերգեյ Դովլաթովից։ Սարոյանը մաքուր ամերիկյան գրող է։ Սարոյանի գրականությունը ոնց է ռոմանտիզմի, պոզիտիվիզմի գրականություն է։ Հասուն տառապող մարդու գրականություն լինի Դովլաթովի գրականությունը։ Տառապանքը բալանսավորում է իրոնիայով, բալանսավորում է սատիրայով, սև հումորով։ Այնի սիստեմի դեմ պայքարող, սիստեմը այնքան անասունություն էր, որ տենց մնում էր աբսուրդը, որ դիմաներ դրան, էլի։ Սարոյանին ավելի շատ էգզիստենցիալ գրականություն է։ Եթե Դովլաթովի հետ համեմատենք, երկուսս էլ համաձայն ենք, որ Սարոյանը ավելի մեծ գրող է։ Ինչի՞ է օրինակ ինձ որպես ընթերցող հարազատ է երկուսի գրականությունը, ոնց որ իմ մասին կարդամ։ Դովլաթովի մոտ ավելի շատ է, ավելի սարկաստիկ է։ Ասма դու պիտի քեզ հարց չտաս, դու լավ մարդ ես, թե ոչ, դու պիտի քեզ հարց տաս գավնո ես, թե չէ։ Եթե ուզում եք հաճույք ստանալ գրականությունից, թե Սարոյանը, թե Դովլաթովը, ուղղակի sense ոնց որ գտածու են։ Որ Աստված չանց տար, ես մոռանայի, որ կարդացել եմ այդքան, մի հատ էլ կարդայի, էլի։ Իրենք ոնց են գրում, իրենք ոնց որ կողքդ նստած մարդը, հաց ուտելուց, կոֆե խմելուց, ծխելուց քեզ պատմի։ Շատ լավ։ Հա, շատ որակով պատմի, որովհետև իրանք իսկապես կարճ արձակի մեծ վարպետներ են, կարճ խոսքի մեծ վարպետներ են։ Ապրել, այնպես ապրել։ Դու զգում ես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։ Ողջունում ենք Չարքաստի մեր սիրելի հետևորդներին, լսողներին, դիտողներին, լայքողներին, տարածողներին, հատկապես շնորհակալություն ենք հայտնում մեր պատրոններին մեզ հետևելու, ֆինանսապես աջակցելու եւ խրախուսելու համար։ Այսօր Չարքաստի 10-րդ եթերն է, հոբելյանական։ Խոսելու ենք երկու իրարից շատ տարբեր, բայց միաժամանակ շատ նման հեղինակների մասին, հայության երկու տարբեր դրսևորումների մասին, իսկ մինչև այդ խնդրում ենք բաժանորդագրվել մեր YouTube-ի ալիքին, զանգակին, մեր սոցիալական էջերին, կոմենտել, լայքել, տարածել։ Գրեք նաև ինչ կարծիք եք։ Նախորդ հանդիպան, նախորդ եթերից բավականին շատ արձագանքներ ենք ստացել, լիքը կոմենտներ կան YouTube-ում, տենց ոգևորված եթեր էր։ Կարծում ենք այդ թեմատիկան կամ նմանատիպ թեմատիկան կշարունակենք, որովհետև մեր հետևորդներին դրանք հետաքրքիր են, զգայուն թեմաներ են, կարևոր թեմաներ են խոսելու համար։ Մենք նաև այս տարվա համար մի նոր ֆորմատ ենք պլանավորում, որի մասին մոտակա ժամանակը կհայտարարենք, ու կխոսենք դրա մասին ավելի մանրամասն, հիմա նախապատրաստական փուլում ենք։ Իսկ մինչև այդ այսօրվա եթերի համար խոսելու ենք երկու հայերից, Վիլյամ Սարոյանից ու Սերգեյ Դովլաթովից, որքան նրանց կարող ենք համարել, չգիտեմ, տենց հայ գրողներ, հայկական գրողներ, ծագումով հայ գրողներ, չգիտեմ, այդ դրանք միգուցե մեր զրույցի ընթացքում, միգուցե մեր խոսակցության ընթացքում այդ թեմաները ավելի կբացենք, մեր դիտանկյունը կներկայացնենք այդ խնդիրների շուրջ, բայց այսօր խոսելու ենք կոնկրետ Սարոյանից ու Դովլաթովից, նրանց երկու գործերից, Դովլաթովի «Մենքը», Նաշին, նրա ընտանիքի անդամների պատմության պատմվածքների ժողովածուն եւ Դովլաթովի եւ Սարոյանի «Իմ անունն է Արամը», թեև օրինակ նորն առաջարկում էր նաև ինչ-որ մասեր խոսենք նաև «Իմ սիրտը լեռներ» մեկտորից։ Ընդհանրապես Սարոյանի դեպքում այդ առումով ընտանիքի անդամների այդ գերդաստանի պատմությունը տարբեր պատմվածքներում ցրված է, պարտադիր չի, որ մենակ ինչ-որ ժողովածում լինի, բայց հիմնական այտենց ոնց ասենք ամբողջական տարբերակը կամ խտացված տարբերակը ամենաշատը իմ անունն է Արամ գործում է։ Իմ անունը Արամ է։ Տենց են թարգմանը ոնց որ, my name is Aram, հա, տենց է։ Ահա, այո, անգլերենում, այո, բանում տենց է։ Սա, հա, իրականում այդ մի քիչ խտացված է այդ հայկականության մասը Սարոյանի, խտացված է այդ իմ անունը Արամեի մեջ։ Ու դե քանի որ ոնց որ եթերն էլ ռեզինից չի լինում այդքան շատ խոսել, փորձել ենք մոտավորապես ինչ որ շրջանակներ դնենք, էլի։ Այս որ սկսում ենք քննարկեցինք, որ այս թեմայից պետքա խոսենք, ու էլի ես սկսա կարդալ Սարոյան ու էլի սա շատ մեծ հաճույք ստացա կարդալուց ես, ինչը ոնց որ գիտես ոնց Սարոյան օրինակ ես մի քանի անգամ եմ տենց Սարոյան կարդացել, մի անգամ դա ասենք դպրոցական տարիքում ես մի քիչ կարդում բան, իհարկե ոչ շատ,
Երկրորդ անգամ ամուսնանալուցս հետո ինչ որ տենց էտապ եղավ, որ Սարոյանի տենց հատորները հայտնվեցին մեր տանը։ Մեղրամսի, սպիտակ ձիու ամառը մեղրամսի հետ լավ բռնում է, չէ՞։ Հա, բան էր էլի, ոնց որ թագը Իրանստանից բերել էր Սարոյանի հատորները, տենց ոնց որ սկսա կարդալ ու նոր ինչ որ էլի իմ համար բան էր, գրականություն ընթերցելու ինչ որ լավ շրջան էր ստացվել, Մարդին ինձ կին ունենա, որ օժիտի բանով Սարոյանի հատորները բերի, չէ։ Ու մեծ հաճույք եմ ստանում ամեն անգամ Սարոյանին կարդալուց ու այդ Իրենց ոնց մենք հայերս ընդհանրապես մեր հայկական գրական այդ շկոլան կլինի կամ ոնց ենք մենք դաստիարակվում ինչ գրականություն ենք կարդում սիրում բան շատ Եվրոպա կենտրոն է ու ամերիկյան գրականությունը միշտ ոնց որ կողքից լինի էլի այսինքն այդ իրենց ոնց մեզ միշտ մի քիչ պարզունակ է թվում անկեղծ որ ասեմ էլի ամերիկյան գրականությունը այն իմաստով որ ոնց որ եվրոպական գրականությունը շատ ավելի հիմնված է այդ փիլիսոփայական ուղղությունների տարբեր ոնց որ այդ քաղաքական բաների այդ խառը չէ 20-րդ դարը հատկապես Եվրոպայի իհարկե ոնց որ լրիվ ուրիշ բան է բայց Սարոյանը մաքուր ամերիկյան գրող է հայկական արմատներով ոնց որ լինի Ամերիկայի ամերիկացու գրածը հայերի մասին է ես այդ այնց եմ զգում իրան որ կարդում եմ հատկապես երբ որ ինքը պատմում է այն սերնդի մասին այսինքն մի քիչ ավելի մեծ սերնդի մասին երբ որ պապու մասին է պատմում բան մի քիչ ասեն քերի հոպար որ արդեն այն սերունդն է որը իմիջիալոց Սարոյանը ծնվել է 1908 թվականին արդեն Ամերիկայում Ֆրեզնոյում այսինքն ինչ է դա նշանակում որ իրենք մինչև այդ հիմնական ցեղասպանության բաները իրանք արդեն ոնց որ տանիքով գնացել են Ամերիկա Եվրոպայով գնացել են հետո Ամերիկա ու այդ Բիթլիսի բանն է Բիթլիսից գաղթած մարդիկ են որոնք ունեն այդ հիշողությունները Հայաստանի մասին ու շատ ավելի հայ են էլի այսինքն բնականաբար էլի ավելի մեծ սերունդի մասին երբ որ խոսում է այդ հայկականության բանը ավելի մեծ է լինում ու ինչ որ խորհրդավոր ինչ որ տարբերվող մարդիկ են էլի օրինակ առաջին տես կերպարը որ կուզեի առանձնացնել իր գործի մեջ այդ պապու կերպարն է որը այդպես ոնց որ ընտանիքի մեծն է մորական պապու կերպարը օջախի հայրը չէ՞ էլի որ լրիվ հայկական ոճի դե Սարոյանի հայրը շուտ է մահացել ինքը 3 տարեկան ա եղել հիմնական այդ մորական կողմի մեջ է ինքը մեծացել էլի ոնց որ ու այդ պապու կերպարը այլ լրիվ այդ դասական հայ պապու կերպարը կյանքով սենց իմաստնացած բավականին սենց բան վտանգավոր բնավորություն ունեցող են որ վախենում են իր այդ խոսան բան ես չգիտեմ օրինակ ձեր մոտ չգիտեմ ոնց օրինակ մեր ընտանիքում էլ այդ պապու կերպարը շատ մեծ բան է եղել էլի այդ ոնց որ շատ ուղենիշ լուրջ ավտարից է եղել էլի այսինքն ոսկոր է եղել ամեն առումով ոնց որ իր կարծիքը եղել է գլխավորը չգիտեմ իր մի հայացքից ոնց որ բոլորը սառել կպել են պատեր այդ բանը այդ զգացումը կա նաև իհարկե Սարոյանի մոտ ու այդ հարազատության զգացումը դու ունենում ես չէ թեև էլի եմ ասում որ հիշում եմ տարիներ առաջ տենց մեծ բանավեճ եղավ Facebook-ում Սարոյանի մասին չէր, Նարինե Աբգարյանի մասին էր, այդ հայ գերակա թե չէ էլի, այդ թեմայի շուրջ էր, օրինակ իմ կարծիքը շատ ռադիկալ են, որ այդ հայ գերակ չի, այսինքն ոչ Սարոյանը, նկատի ունես Նարինե Աբգարյանի գրականությունը հայ գերակ չի։ Հա, իմ համար օրինակ իմ կարծիքով, եթե ինքը ստեղծվում է ուրիշ լեզվով, այդ չի կարող կոչվի հայ գրականություն, այդ արդեն ոնց որ նախ ուրիշ տրադիցիայի մաս է ինքը Այսինքն այդ հայ մարդու գրականությունը ուրիշ լեզվով էլի ուրիշ գրականություն։ Դե միգուցե մեր տրադիցիան է փոքր։ Այդ դրա մասին էլ խոսանք, որովհետև այդ բանավեճը հենց հիմնականում այն թեմայով էր, այն թեմայի շուրջ էր ծավալվում, որ կային մարդիկ, ովքեր ասում են ինչի եք դուք մեր ոնց որ այդ հնարավորությունը, որ մենք ունենք, օրինակ Տենց վատնում ասելով որ այդ հայ գրակ չի, բայց ես չեմ ասում հայ գրակ չի, դա չի նշանակում հայերի հետ կապ չունեցող բան է։ Ես նկատի ունեմ, որ կա հայ գրականության տրադիցիա, որի հետ այդ գրականությունը կապ չունի։ Դե դա որն է արևելահայ գրականությունն ու արևմտահայ գրականությունը, դրանք են տրադիցիաները։ Հա։ Հայալեզու։ Հայալեզու են ու արևմտահայ, արևելահայ իմ կարծիքով այդ է մեր տրադիցիան գրական։ Դե ինձ թվում է բան է, ուղղակի Ոնց որ արևելահայ գրականության դեպքում այդ տրադիցիան ձևավորված է արդեն, կոպիտ ասած
տակը պետություն կա, հանրակրթություն կա, դասագրքեր կան, չգիտեմ, հետազոտական ինստիտուտներ կան, այդ տրադիցիան կա։ Արևմտահայը հայերեն է, մինչև ցեղասպանությունը ուժեղ եղել է, հետո նաև արևելահայ իրականությունը, արևելահայ իրականությունը խորհրդային Հայաստանը նաև թե սփյուռքահայ գրականությունն է բերել, թե արևմտահայ գրականությունն է բերել, այսինքն այդ առումով օրինակ արևելահայ գրականությունը արևելահայ միջավայրը փրկել է թե սփյուռքահայ գրականությունը, թե արևմտահայ գրականությունը պոպուլարիզացիա արի, տենց ասենք, որովհետև հավանաբար սփյուռքի գաղթօջախներում այդ սովորվել է, ուսումնասիրվել է, հետևել է, պահպանվել է, էլի։ Բայց այն որ հայերը նաև ուրիշ լեզվով են գրում։ Թեմաներով են ուրիշ թեմաներով են գրում կամ միգուցե ինձ օրինակ հետաքրքիր է այդ առումով գրականությունը լեզվի մասին է թե օրինակ թեմատիկայի մասին է թե զգալու մասին է էլի տենց որովհետև Սարոնը անգլերենով է գրել բայց օրինակ որ կարդում ես էլի նույն այդ իմ անունը Արամը ժողովածուն կամ ինչ որ այլ պատմվածքներ կամ բանն ես կարդում կատագերգությունն ես կարդում ոնց էր մարդկային կատագերգություն հա մարդկային կատագերգությունն ես կարդում ինքը շատ հայկական է էլի այսինքն դու քեզ ես ինձ այնտեղ տեսնում եմ շատ հարազատ է այդ իմաստով այլ լեզվով է գրած բայց դրա համար եմ ասում միգուցե մեր տրադիցիան ուղակի բան է կոպիտ ասած այդ Մաշտոցից Կորյունից եւ մնացածից եկած շատ մշակույթը շատ լեզվակենտրոն է տենց ինչ որ տենց դող ունենք էլի լեզվի նկատմամբ որ հանկարծ ուրիշ բան չմտնի մեջը մենակ հայերենով լինի էլի դա մի կողմից լավ է որ լեզուն պահպանում ես բայց մյուս կողմից ոնց որ դե երբ որ չգիտեմ մի 60-70% հայերը դրսում են ուրիշ միջավայրում են ապրում ուրիշ լեզվով են ապրում ուրիշ բաներ ունեն մի քիչ կան գրողներ օրինակ նույն Դովլաթովը կես բանով է էթնիկ այսինքն ինքը էթնիկ հայ է կեսով է հայ կեսով չափ մայրն է հայ հայրը հրեա իրա գրականությունը օրինակ որ նույն նաշին կարդում ես երբ որ խոսում է մորական ցեղի մասին Թիֆլիսահայերի մասին պապու մասն է խոսում քերո մասն է խոսում մորքուների մասն է խոսում դրանք շատ համեմատած օրինակ Սարոյանի հետ շատ ավելի թույլ բաներ ունեն էլի ինչ որ նույնիսկ Թիֆլիսահայերի մասին որ խոսում է Թիֆլիսահայերի մասին չի խոսում որպես առանձին Թիֆլիսահայեր այլ խոսում է ռուսական կայսրության կազմում Թիֆլիսում ապրող հայերի մասին որոնք դաժե հեգնում է ինքը ու շատ ճիշտ իմաստով է հեգնում ասում է Թիֆլիսի հայերը ատում էին հрьяաներին, հələ վրացիները մի կողմ, նա շատ ասում է ատում էին հрьяաներին, որն ասում է աբսուրդ էր իմ համար կամ անհասկանալի էր, որովհետև հայերն էլ հрьяաներն էլ լինելով տուժած ազգ, լինելով, չգիտեմ, ենթակայության հələ ցեղասպանություն հələ չի եղել, ենթադրենք հələ չի եղել, ենթակայության տակ գտնվող հայրենիք կորցրած, անընդհատ ճնշված, անընդհատ սրա նրա բանի տակ թրի տակ անցած, լոգիկով պետքա որ ատեին, ասում է իրանց բաներին կեղեքիչներին, հա, իրանց գրավողներին, նվաճողներին, կեղեքողներին, այն է թե ռուսներին, թուրքերին, չգիտեմ, արաբներին, ով ոնց ում վրա ով անցել է, էլի, բայց ասում եմ բանի լոգիկայով, այդ ստրուկի լոգիկայով, չեմ հիշում, ստրուկ բառն օգտագործում թե չէ, հա, ասում եմ տիրոջը սիրում էին իրար ատում։ Հա։ Այդ առումով իր այդ Դովլաթովի հայերը համենայն դեպս պապը, չգիտեմ, այնտեղ քերիները, մորքուրները, նույնիսկ մայրը իրանք ոնց որ նախ ռուսական կայսրության հայեր են, կայսրության փոքր ժողովուրդ են։ Ինչ որ տարեր կան, օրինակ չգիտեմ, այնտեղ պապը, որը ասում է քաքեմ, ինչ որ տենց արտահայտություն են, աբանամատ բան չեմ։ Բայց կայսրության հետո էլ արդեն խորհրդային միություն։ Պետության, հա։ Հա, խորհրդային պետության։ Իսկ բանի անունն ինչ է այդ Սարոյանի հայրը անհամեմատ ավելի շատ մեր պատկերացած այդ 60-ականների, 70-ականների, 20-ականների, 10-ականների, 1900-ականների, 1800-ականների հայերի նման են, էլի։ Խառնվածքով, պահվածքով, դեմքով, երբ որ նկարագրում է ֆասոնով, բանով, հուզականությամբ, չգիտեմ, այդ մանկական անկեղծությամբ, շիտակությամբ շատ ուրիշ են, էլի։ Այդ մի քանի բան կարանք վերցնենք, ասենք, եթե խորը վերլուծություն ես ուզում, որ քննարկենք լուրջ այդ թեման, իհարկե գլխավոր տարբերությունն այն է, որ կա սովետական Հայաստան։ Սենց ասեմ, կներես մի հատ բան ասեմ ու շարունակենք։ Օրինակ որ բաքունցի հայերին ես կարդում, օրինակ որ բաքունցի պատմվածքն ես կարդում ու նայում ես բաքունցի հայերին ու կարդում ես Սարոյանի հայերին,
որ չասես ով է հեղինակը, օրինակ չգիտեմ, ինչ որ ֆոկուս խումբ վերցնես, ինչ որ մարդկանց հավաքես, անոնիմ տեքստեր դնես ու սկսես նկարագրել, ինձ թվում է 10-ից 10-ը կասեն Սարոյանի հայերը ավելի հայեր են, քան Բակունցի հայերը։ Շատ ավելի շատ է, որովհետեւ որ կարդում Այդ արևմտահայերն էլի, մի քիչ այդ բանը կա էլի այդտեղ։ Այն իսկական հայեր են, էլի ոնց ասեմ, որ շատ կոպիտ չեն չի, բայց ոնց որ իսկական են, որ հողի հայերենի հողի հայերն են, ջոգիր իսկական հայերն էլի։ Որովհետեւ սենց ասեմ, որովհետեւ Խոսրով Քերին, բանի, Սարոյանի պատմվածքների Խոսրով Քերին, Խոսրով Քերու պես կերպար Բակունցը չունի։ Չարենցը ունի, նայ, Չարենցը օրինակ ունի, Չարենցի կերպարները տենց են։ Որովհետեւ իդեպ Չարենցն էլ էր արմեցեն Հայաստանից ի վերջո, էլի, այսինքն այդ միգուցե այդ կարևորա թե չէ չեմ կարող ասեմ, դա թողենք ոնց որ գրականագետներին կամ այլ հետազոտողներին, բայց օրինակ այդ Խոսրովի պես կերպար չկա բանում, ու Բակունցի մոտ չկա, Այվազյանի մոտ չկա, Բակունցի մոտ չկա, Թումանյանի մոտ կան այդպես կերպարներ, այո, Թումանյանի մոտ կան, Խաչատուր Աբովյանի մոտ էլ կան այդ կերպարներ, տրադիցիան կա, բայց օրինակ Բակունցի մոտ չկա, էլի։ Դե գիտես ոնց է, նայ, ես ինչ էի ուզում առանձնացնել, էլի, այդ որ ասում ես Դավլատովի հայերն ու Սարոյանի հայերը, ոնց որ հիմնական մի քանի բան կա, էլի, նախ թվականի հարց կա։ Այսինքն երբ որ 1908 թվականի այդ այսինքն ինքը 1900 տենց 20-ական 30-ականներ, այսինքն փաստացի այն սերունդն է, որը հələ հիշում է այդ իր Բիթլիսը ու իրանց երեխեքի սերունդն է։ Սարոյանը ասում է հին հայրենիքը, հին հողը, հին հայրենիքը բանը։ Այսինքն իրանք բան ունեն, նախ կարոտ ունեն, ազգապահպանության ինչ որ մղում ունեն, այդ բնականաբար գաղթականների առաջի սերունդն է, այդտեպի հաշվի առնենք, իրանց բանը ուրիշ է։ Բնականաբար իրանք ավելի հայ են այդ իմաստով, էլի։ Պլյուս մեծ իհարկե բանա, ինչի է այդ որ Ռուսաստանի հայ ու Ամերիկայի հայ տարբերությունը շատ լուրջ է, որովհետև Ռուսաստանը ունի այս պահին այժմ էական խնդիրներ Հայաստանի հետ կապված, այսինքն եթե վերցնենք սովետական միությունը, ինքը կա Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ասվածը, որը փաստացի սովետական մեծ պետության ինչ որ մասը է, գաղութ է, եթե վերցնենք հին բանով ասենք, եթե կայսրության վրա գրակ, այսինքն ինքը ունի որոշակի քաղաքականություն ուղղված իր կողմից գաղութացված ազգերին, այսինքն ինքը իսկ ամերիկան հայերին նայում է ոնց որ գալիս են, էլի, իտալացիներ են գալիս, հայեր են գալիս, այդ առումով ես էլ էի նույնը մտածում, ինքը մի քիչ ուրիշ, այսինքն այդ ամերիկան թողում է որ դու հայ մնաս, ոնց ասեմ, ամերիկան թողում է, Ամերիկային մեկը, որովհետև Ամերիկայում այդ բանը չկա, չէ, իշխող, ոնց ասեմ, բան, մեյնսթրիմ, իշխող, հեգեմոն ազգայնականության մոդելը չկա, ջոգիր ոնց Այսինքն ամերիկան ասպա բոլորդ էլ հավասար եք, էսի մի հատ մեծ բորշ է, ով ոնց կամ սալատ, ավելի շատ սալատ, ով ոնց ուզի կարա ապրի, այդ առումով հեշտ է Բիթլիսից գալ ու Բիթլիսցի մնալ, թեկուզ սերունդներով, էլի։ Իսկ ռուսական կայսրությունը պոլոժենիա ունի, չգիտեմ, եկեղեցուց էր խլում, հայկական դպրոցներ էր արգելում, փակում էր, խեղդում էր, դատում էր, աքսորում էր, այսինքն Ամերիկայի ոնց ասեմ, ամերիկյան պետության մոդելը ենթադրում է, որ Բիթլիսցին կարա շատ հանգիստ Բիթլիսցի մնա, որովհետև ի վերջո Ամերիկան գաղթականների երկիր է, ջոկում ես։ Հա, միգուցե բախտը չբերե դու առաջին հավով չես եկեն, Սարոյանը ասած Mayflower-ով չես եկել, այնտեղ մի հատ պատմվածք ունի, չէ, որ երկու հոգի երկու ընկերներ իրար մրցում են, մեկը ասում է դե Քերիս Պատերսոն էր արել, կարմիր գույնի Պատերսոն էր արել, ինչ որ Ամերիկայի միակ, ասում է 10 հատ Պատերսոն կար, միակ կարմիրը բանն էր այդ Վահան Քերուս Պատերսոններ, հարևանի տղեն ասում է, էլի հայ, հարևանի տղեն ասում է դե բանը, իմ քերին էլ Լինկոլն ունի, էսի ասում է, հա, բայց մերը կարմիրը ու միակ Պատերսոն, յան Լինկոլնը թանկ է, մերը կարմիրը, բայց միակ Պատերսոնն է, ու ասում է դե այտենց միակ Պատերսոն ունենալը, դա նույնն է, ոնց որ խոսքի նախնին այդ Mayflower նավով եկածն, այդ առաջի ներգաղթյալներն են, էլի, այդ բանը կա որ են որտեղ, բայց ի վերջո բոլորն էլ հասկանում որ բոլորն ինչ որ ժամանակ եկել են, գաղթածների երկիրը Քաղաքական է խնդիրը, որովհետև Հայաստանի Հանրապետություն կամ դրա մասին պատկերացում չկա Ամերիկայում, այսինքն չկա ինչ-որ տարածք, որտեղ հայերը ուզում են առանձնանան։ Ես համոզված եմ, որ եթե լիներ տենց ինչ-որ բաներ, Ամերիկան խիստ կլներ որպես երկիր, էլի, այնպես չի որ ռուսները վատն են, ամերիկացիները լավն են, ուղղակի այստեղ քաղաքակրթական թեկուզես նաև տարբերություն կա, էլի, լրիվ ուրիշ երկրների մասին ենք խոսում ու բնականաբար այդ երկու երկրների հայերն են տարբեր, նաև Դավլատովը ինքը քանի որ չգիտեմ, ինքը հայ իրեն ընդհանրապես չի զգում
Ինչա վերջը չի զգացի, հա։ Եթե տենց լուրջ նայեք, ինքը ավելի շատ հրյա է, բանով էլ, օրինակ ինքը ասում է, որ իմ մշակութային քաղաքացիությունը ռուս է, որտեղ ես ռուսերեն եմ գրում, ռուսերեն հրյան էլ շատ չի զգացվում, անկեղծ, այսքան իր գործերը որ կարդում ես, գիտես հրյաների բանը շրջապատը հրյական է, շրջապատը հրյական է, խորհրդային միությունից գնացել է հրյական պասպորտով, այդ սա հրյական է, բայց իր գրականությունը, իր մշակույթը ռուս է։ Գարիկ Մարտիրոսյանը վրացական ինչ-որ հաղորդմանը հյուր էր, որ ասում է մի հատ բանը գրող կա, ասում է մաման ռուսա, պապան, չէ, կներես, մաման հայա, պապան բանը հրյա է, բայց ինքը մեծ ռուս գրող է, էլի, ռուս գրող է, հա, ռուս գրող է ու այդ իմաստով իրանց այդ տարբերությունները ակնհայտ են որ պետքա լինեին, էլի, ու նույնը կարելի ասել ես հայերի հետ կապված, նենց մի հատ մենք հայերով երևի մեր նման էլի մի քանի ազգեր ունեն մի հատ sense ունիկալ հնարավորություն ցանկացած երկրի մասին պատկերացում կազմելու առանց այդտեղ գնալ կարած չգնաս որովհետև եթե դու շփվես ընդեղի հայերի հետ դու այդ երկիրը լրիվ գալիս է աչքիդ առաջ այսինքն եթե ամերիկահայի հետ ես այսինքն կա այդ կապող բանը որ դուք երկուսդ էլ հայ եք նույն լեզվով եք խոսում ի վերջո ինչ որ ընդհանուր բան ունեք ամենագարկ խոսալու ձև բան բայց ինքը ապրում է ուրիշ երկրում, դու իր հետ մի քիչ շփվելով դու լրիվ տեսնում ես այդ երկիրը ինչ ձևի երկիր է, ու ասենք օրինակ Ռուսաստանը ոնց է, Ռուսաստանի հայերով կարած հասկանաս, Ամերիկան ոնց է, Ամերիկայի հայերով կարած հասկանաս, ինչ պլյուսներով, մինուսներով, վայրի վերումներով, առանձնահատկություններով, էլի։ Ու այդ իմաստով ոնց որ այս գրականությունն էլ մեզ հնարավորություն է տալիս ավելի դե խորքային վերլուծության, էլի, եթե խոսակցությունը չի կարա տենց մեծ տեղեր տա ու այնտեղ Սարոյանի, եթե սկսենք էլի Սարոյանին վերադառնանք, Սարոյանի մոտ այդ իր ցեղակից հայերը, իր ոնց որ այդ ընտանիքի անդամները մեծ մասամբ իրանք երասկոտ մարդիկ են, որոնք տենց ինչ որ հստակ ոչ ֆինանսական գրագիտություն կա, ոչ ինչ որ նպատակներ կան հարստանալու, իրանք ինչ որ ոնց որ օդի մեջ ապրող մարդիկ են, օդով սնվող ինքը հենց այդ առաջին գործի մեջ հենց այդ ասում ոչ մեկ մեր ցեղից անգամ ամենամեծերը չէին կարող ասել այդ ոնց է լինում որ մենք հաց ենք ճարում ամեն օր ինքն էլ էր զարմանում այո որտեղ ինչ որ ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակով բայց շատ ուրախ ապրող մարդիկ են այդ իմաստով էլի հետաքրքիր տենց պարալել իմ համար եղավ հիշում եմ բանի Շարլ Անձնավուրի ինքն իր մասին որ պատմում է իր ընտանիքի մասին պատմում է էլի շատ նման էր այդ իմաստով որ ասենք ոնց որ փող չկա, ոչ մի բան չկա, բայց ուրախ են իրանք։ Այսինքն ինչ որ կյանքը որպեսին կա, ինչպեսին կա, իրանց դուր է գալիս։ Թեև իր բարդություններով, խնդիրներով, բայց իրանք այդ առումով օրինակ բան է, Սարոյանին դրական բարդիկ են, էլի։ Սարոյանի գրականությունը ոնց է ռոմանտիզմի, պոզիտիվիզմի գրականություն է։ Դրա համար միգուցե իր կերպարն ինքը հիմնական կերպարները ընտրում այդ երեխային, այսինքն երեխայի հայացքով է գրում իր գերդաստանի մասին, գրում է իր բարեկամների մասին, ու այդ պոզիտիվն ու ռոմանտիկան անընդհատ ունի։ Դե երեխաները ունեն, հավանաբար ինքը տենց որպես գրող հատուկ այդ ֆորման ընտրում, հատուկ այդ ոճը ընտրում ու դրանով բացում։ Նաև իհարկե բանը կա, այսինքն որպես գաղթականների սերունդ ուրիշ ոնց ասեմ, ուրիշ ելքը չունեն պոզիտիվ չլինելու կամ ռոմանտիկ չլինելու, էլի, այտենց իսկ օրինակ ու այսինքն գիտակցված ընտրություն է դա ու ինքը դա ռոմանտիզացնում է ինքը դա այտենց մոգական է նույնիսկ սարքում ինչ որ մոգական ռեալիզմի տարերկան այդ առումով ավելի շատ նույնիսկ լատինական ամերիկյան գրականության մոտիկ գրականության ոճ է ու նաև բանը կա այդ ամերիկյան մեծ երազանքի բանը կա այդ որ պատմում է չէ այդ կոտրված անիվում որ ասում է Քերի Վահանես Պատերսոնը մեքենա էր բերել իրավաբան էր դարձել մեր ցեղում իրավաբան ունե ինքը պարտման է գալի բանով թաղերով մայլեքով հպարտման է գալիս այդ ամերիկյան երազանքի ինքը քանի որ գրել է մինչև ամերիկյան մեծ դեպրեսիան հետո երկրորդ համաշխարհայինից հետո հիմնական իր ոնց որ այդ պիկը էլի գրելու շատ գրող է ամերիկան հա շատ է գրել առումով ու ինքը այդ ամերիկյան երազանքի գրող է այդ գաղթականների ամերիկյան երազանք են որ լավ մեքենա լավ աշխատանք լավ տուն այդ բավականաչափ հələ դեպրեսված չի այդ սերունդը այո ոչ միայն բավականաչափ դեպրեսված չի այլև գիտակցված պոզիտիվիստ են իրանք գիտակցված իդեալիստ են իրանք գիտակցված պոզիտիվիստ են հատուկ դրականին են գնում հատուկ ինչ որ այդ իրանք
հավատում է ամերիկյան երազանքին ու գնում են դեպի այդ երազանքը։ Նույնիսկ ամենադեպրեսիվ գործերում այդ նույնը որ ասում ես այդ որ եթե չեմ սխալվում սպիտակ ձիու ամառն է որ ասում է դե աղքատ էինք չգիտես ուրդուց հաց էր ճարվում բոլորս գոհ երջանիկ էինք կյանք մենք փող ունենալու ձի ճարելու ընդ որում աղքատ էինք բայց մեր Ղարաղոլյանների ցեղը բոլորը գիտեին որ բան ազնիվ ցեղը գողություն չեն անում բան չեն անում բայց չգիտեմ այնտեղ Զարմիկ Մուրադս եսի մուրդուց ձի էր բերել ձի քշել էինք սովորում այդ բանը կա էլի այդ մոգականությունը ինքը հաղորդում է էլի գաղթականների հետ սերնդին ու պահում է դա ի տարբերություն Դովլաթովի, որը լրիվ ուրիշ հակապատկեր գրականություն է այդ իմաստով, էլի, այնի համակարգի դեմ պայքարող, արդեն հասուն մարդու absurd-ի absurd-ը, որովհետև համակարգը այնքան անասունություն էր, որ այտենց մնում էր absurd-ը, որ դիմաների դրան, էլի, այսինքն, ու Դովլաթովի կերպարներն էլ, չգիտեմ, պապը, հորական, պապը, հորողբերները то ինքը իր աղբերը բան բոլորը այդ absurd-ի մեջից էին էլի այդ առումով ոնց էր ինչ որ հասուն տառապող մարդու գրականություն լինի Դովլաթովի գրականությունը որը բայց այդ տառապանքը բալանսավորում է իրոնիայով բալանսավորում է սատիրայով սև հումորով սարկազմով բանով իսկ բանինը Սարոյանինը ավելի շատ էգզիստենցիալ գրականություն է, փոքր բանի հավատացող մարդու, այդ ամերիկյան երազանքի ձգտող մարդու, բայց երկուսն էլ ինչն էր օրինակ ինձ բանանում, ինչն է ինձ գրավում, երկուսն էլ փոքր մարդու գրականություն է, որովհետև ի վերջո Դովլաթովի այդ տարիքն առած հասուն մարդիկ էլ որ համակարգի դեմ են գնում, տառապում են, դրա ալկաշ են դառնում, չգիտեմ, գողցող են դառնում, հանցագործ են դառնում, դատվում են, գնդակարվում են եւ այլն, երկուսն էլ փոքր մարդու գրականություն է, այսինքն ինչի է օրինակ ինձ որպես ընթերցող հարազատ այդ երկուսի գրականությունը, որովհետև տենց ոնց որ իմ մասին կարդամ։ Ես էլ տենց որպես փոքր մարդ, որպես տենց ոչ մեկ կարդում ես քո ոչ մեկի մասին։ Գաղափարական իմաստով ինչ որ տենց շատ բան մարդիկ չեն, լեցված մարդիկ չեն գաղափարներով, օրվա հացի ժողովուրդ է, որոնք փորձում են ինչ որ ձև վատը չլինեն, էլի, այսինքն ապրում են կյանքը, ուղղակի ոնց որ ամեն օր ապրում են կյանքը, էլի։ Իրանց պատկերացումներով փորձում են, ասենք, խայտարակ վատ բաներ չանեն, էլի, ասենք, Դովլաթովի մոտ կա, չէ՞, այդ միշտ այդ բանը գնում է, որ իր մոտ ոչ թե կա ռեալ այդ մառալ ասածը, այսինքն, այլ կա ինչ որ մի քիչ ձևափոխված, մի քիչ ձևախեղված ինչ որ բան, որ գոնե ասում լավ մարդ է այն մարդն է, ով որ վատ բաներ անելուց չի ուրախանում։ Հաճույք չի ստանում, հա, ասում կամ ուրիշ արտահայտություն էլ ունի, որ ասում կարևոր չի որ լավ մարդը թե վատ, այլ ասում դու պիտի քեզ հարց չտաս, դու լավ մարդ ես թե վատ, դու պիտի քեզ հարց տաս գավնո ես թե չէ։ Հա։ Այդ միջավայրը զգում ես էլ իր բանով, իսկ Սարոյանին իհարկե լրիվ ուրի էգզիստենցիալ գրականություն է, փոքր մարդու, երասկոտ մարդու, հավատով լցված մարդու գրականություն է, բայց իհարկե իրանց այդ ներգաղթյալների ներվը անընդհատ կա էլի այդ առաջի սերնդի ներգաղթյալ, երկրորդ սերնդի ներգաղթյալ, իրանց պես ներգաղթյալների այդ ինչա պատմում, ճապոնացիների մասն է պատմում են, խեղճուկրակ արաբը պատմվածքը որ կա, Խալիլի մասին է պատմում, չէ, այդ բանը կա, այսինքն ինքը ոնց որ իրապես ոնց ասեմ որ շատ կոպիտ չլինի, իրապես եթիմների գրականություն է գրում էլի, այսինքն այդ բայց որոնք հավատում են, որոնք պոզիտիվ են, որոնք չեն ընկճվում, որոնք չեն ջարդվում։ Ընդհանուր կա այդ իհարկե ամերիկյան մանավանդ այդ թվականի գրականության մեջ կա այդ աշխատանքի ոնց որ աստվածացման պաշտամունքը կա, հա։ Պաշտամունքը կա, որ ոնց որ աշխատանքով ամեն ինչի կհասնես, ոչ մի բան չկա, տենց չնող բան չկա, ու մի պատմված կար փոքր այնտեղ, որ այդ 50 yard տոլի 50 մղոն վազք էր ինչ է, չէ՞, տես մեր ինչ որ բան կար, որ ինքը ոնց որ փուճուր երեխա է, 10 երևի 2-3 տարեկան, ով տեսնում է Նյու Յորքից ինչ որ մի հատ բոդի բիլդերի նկար, ոնց հասկանում են բանը, ինչ որ գովազդային արշավ է, որ նամակներ ա ինքը սկսում գրել այդ մարդուն, որը խոսք է տալիս, որ ինքն է կսովորացնի, որ դու էլ տենց դառնաս, այն հին ֆիշինգների օրինակներից է, էլի, փաստորեն վաղուց եղել է այդ թեմաները, էլ որ հիմա էլ գրում են, դու բանում, ասենք, Արաբական Էմիրություններում պապի ունես մեղել։ Այս վերջերս Կոտակի մարզում մի հատ կնոջը մի քանի $1000 բան էին ֆիշինգ էին արել, ինչ որ մեկը Դոնալդ Թրամփ էր ներկայացել, խոսացել էր այդ ամեսները, որ փող էր քերել։ Հա։ Խոսքով այդ նույն բանն է, փաստորեն Սարոյանի այդ կերպարի փոքր ժամանակվա բանն էր, որ մի խոսքով վերջը համոզում է $3 է ուղարկում, բալու այդ
էլի այդ ձգտումը կա ամենաուժեղը լինելու, ամենաարագը լինելու, այսինքն աշխատանքով ու էլի, այսինքն չկա այդ բանի կուլտը չկա այդ որ իծնե պետք է դու տաղանդ ունենաս, եսի ինչ ունենաս, այ իր գրականությունն էլ չէ որ տեսնում ես, ասեն քանակը այսօր նայեցի մոտ 2000 պատմվածք ունի գրած։ Էլ շատ այդ պիեսներ բաներն էլ հետ է, ապարատի պես գրել է, այո, այսինքն ինքը այդ կուլտն է, աշխատանքի կուլտն է այդ մարդկանց մոտ, էլի ակնհայտորեն որ իրանք ոնց որ քանի որ գաղթական են չկա այդ old money կոչված, չկա, պապուց բանից եկած ինչ-որ չկա, չես ասում սովից մեռնում ես ոնց որ։ Պետք է որ ասում տառանի պես բրթես առաջ որ առաջ գնաս։ Ու այդ տիպի մարդը նաև գրականության մեջ է տենց, այսինքն եթե մարդը տենց բանի մեջ է ձևավորվում, ինքը միջև վերջել այդ տեմպի մեջ է, այսինքն եթե դու սովորում ես այդ տեմպին, որ դու անընդհատ պետք է։ Չէ՞ օրինակ հիմա այդ եվրոպական գրականության մասին չի օրինակ։ Եվրոպական գրականությունը այդ առումով ազնվականության, գիտես ոնց է, որ կարդում ես ոնց որ ինչ որ դզված ազնվականներ են, նույն ֆրանսիական գրականությունը, ռուսական գրականությունը, անգլիական գրականությունը, ինքը խավային գրականություն է այդ իմաստով, ինչ որ ազնվականներ են, որոնք ունեն այդ old money-ին, ժառանգություն ունեն, կապիտալ ունեն, տուն ունեն, ամեն ինչ ունեն, ու գրում են գրականություն էքզիստենցիալ թեմաներ։ Հա Լև Տոլստոյը, որը ուներ խոսքի սեփական բատրակները, սեփական գյուղերը, պորչ օպարեր դզված եւ այլն, գրում էր բանի մասին, էքզիստենցիալ թեմաներով։ Իսկ Լև Տոլստոյը, օրինակ Լև Տոլստոյը կարող մի քանի հազար էջ գրեր բանը, այդ պատերազմ եւ աշխարհը։ Իդեպ պատերազմ ու խաղաղություն չի։ Ռուսական օրիգինալում Վայնա է միրը այդտեղ բանա, ոնց որ խաղաղության իմաստով։ Աշխարհի իմաստով, հա, ոչ թե խաղաղության։ Այնտեղ նշան կա, էլի ջոգիր։ Այդ մի ի վրա նշանով ստացվում է բան, պատերազմ եւ աշխարհ։ Հետո է ուղղակի այդ ատվիճատը կփոխվի, դարձել պատերազմ եւ խաղաղություն, բայց այդ ձայնը գրել է պատերազմ եւ աշխարհ, էլի։ Բայց Սարոնը ես չեմ կարծում, թե ինքը մի քանի հազար էջ կարա գրի։ 20 կան այդ, հասկանում ես ինքը գրում է շուկա, նաև հիշենք ինքը գրում է շուկայի համար։ Հա։ Դրա համար է պատմվածքներ գրում, դրա համար է պիեսներ գրում, հետո չգիտեմ, եթե նույնիսկ վեպա գրում 1-2, էլի պիեսային է գրում, ջոգիր, այսինքն այդ դիալոգները բաները շատ կինոշներ են կամ թատրոնային են բանն, էլի։ Բայց եվրոպական գրականություն չէ, այդ դզված հարուստ ապիների, ինչ ասեմ, այտենց այդ էլիտար գրականությունն է, արիստոկրատիայի կողմից գրված է, կաթանացված է, ավելի գաղափարը խեղտ արած է շատ ժամանակ։ Հիմա որ դու օրինակ կարդում ես Սարոյան, չէ՞, ինչ ենք էլի իրար հետ այն օրը քննարկում, որ ամեն դեպքում եթե Դավլատովի հետ համեմատենք, երկուսս էլ համաձայն ենք, որ Սարոյանը ավելի մեծ գրող է, ավելի մեծ թռիչքի տեր մտքի քաշորիշ է, էլի զգացվում է, քաշորիշ է, էլի, հա։ Իրա մոտ չկա այդ գաղափարախեղտ բանը, հասկանում ես, մարդու այդ գրականությունը, որը ոնց որ չգիտեմ, օրինակ եթե ինձ հարցնեն, չգիտեմ, 14-15 տարեկան երեխա է, ինչ կարդա, ես կասեմ Սարոյան, եթե ինձ հարցնեն 60 տարեկան մարդ ինչ կարդա, կարաս էլի ասես Սարոյան, որովհետև ինքը 30-ում է կարաս կարդաս, որովհետև 30-ում էլ քո մասին այդտեղ էլ ունի գրած, էլի։ Հա, մի խոսքով ուզում ասեմ, չկա այդ գաղափարախեղտ անելը եվրոպացիների, ասենք օրինակ չես կարա Բայց դրանով ինձ օրինակ փոքր տարիքում կարար թվար, որ ինքը թույլ է, որովհետև մենք տարված այդ եվրոպական գրականության իդեաներով ռուս գրականության։ Դու մտածում ես քամյու կարդաս, այդտեղ Սարոնի ես խեղտ հեծանիվների դաշնամուրների ու բաների մասն է գրում, չէ՞ ինչ որ մանկապարտեզի թեմաներով է գրում։ Բայց ավելի հասուն տարիքում զգում ես, որ փաստացի այդ նույն լեվելի գրականությունն է, ու անգամ ինչ որ իմաստով նաև ավելի բարձր է, որովհետև չունի այդ քաղաքական, գաղափարական, իդեոլոգիական այդ իր բաղադրիչը փոքր է, այսինքն ինքը ավելի ունիվերսալ է, քեզ պետք չի դու իմանաս Ամերիկայի պատմությունը ամբողջությամբ, այդ բոլոր այս կոմենկոմներով, որ դու կարդաս հաճույք ստանաս այդ գրականությունից, ստանաս այն ինչ որ այդ մարդ ուզեցել է ասի, ունենաս այն հույզերը, որ ինքը ուզեցել է քեզ տա, մի խոսքով ինքը այդպես ավելի հենց գրականություն է, մաքուր է ավելի որպես գրականություն, էլի։ Հետո բանի պահով էլի հումորի պահով էլ խոսեցինք, նուրբ հումորի բան կա, Դովլաթովի մոտ ավելի շատ է, ավելի սարկաստիկ է, ու այդ քո բանը շատ ճիշտ էր դիտարկումը, որ տարիքային, այսինքն հեղինակի տարիքի աշխարհայացքի, ինչ տարիքի մարդու աշխարհայացք ես դու կարդում, զգացում է, Դովլաթովը տենց է, որ արդեն դեպի ոնց որ բան զակատ գնացող մարդու sense դառնացած ինչ որ սարկազմա, իսկ Սարոյանի մոտ ավելի sense թեթև նուրբ հումորային մանկական ինչ որ խաղ կա, էլի։
ու այդ իմաստով ես եթե տենց հերոսներին առանձնացնեի, ինձ շատ հետաքրքիր այդ Խոսրովի կերպարը։ Քերին, հա։ Հա, շատ sense էլի հայ, ոչ թե հայկական, այլ շատ sense հարազատ ինչ որ կերպարեր է, որ Հայկական չէ, խի ոչ թե, հենց հայկական կեր, Սասունցի Դավթի փոքր մհերի, ոնց ասեմ, Սասունցի Դավթի փոքր մհերի ելով կա այնտեղ խորենացում օրեն, ինչ խառնուրդ է, շատ ուժեղ միքս է այդ Խոսրովը, հա։ Հա, որ բան ասում, բան չկա, ոնց էր ասում, հայրը ոնց։ Հեսա կասեմ, սպասի, հեսա բանը հատուկ դուրս եմ գրել այդ կտորը, մի վարքան։ Ուր էր։ Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու։ Keep calm, էլի բանի տեղ մի դեր բան կանցնի։ Հա, որ գալիս ասում են տունդ վարվում է, բան ասում է։ Կարաս մի քիչ պատմես Խոսրովի կերպարի մասին, քանի մեր հետից հետո այն կարդալու էլ իր մասին։ Առաջին հենց պատմվածքի մեջ է երևում այդ ձիու հետ կապված պատմվածքը։ Սպիտակ ձիու ամառը, հա։ Սպիտակ ձիու ամառը շատ լավ։ Իմիջիայլոց կարծեմ կա բանում դպրոցական գրականության մեջ կարծեմ ինքը ընդգրկված է 5-6-րդ դասա շատ լավ, որովհետև այ հենց այս գրականությունը կարա երեխեքին բերի դեպի գրականություն իմ կարծիքով էլի, որովհետև ինքը շատ հարմար գրականություն է դրա համար էլի։ Ու ինչ է լինում, ոնց որ եղբայրը Սարմիկը Մուրադը ոնց է Մուրադը հա ձիա գողանում ու իրանք ամեն առավոտ գնում քշում են էլի միջև լուսաբացը ոնց որ տենց էլ մթեշաղ հելնում քշում են տանում պահում են միտեղ որ ոնց որ բանը ու իրանց ոնց որ այդտեղ ասում որ իրանք աղքատ են այսինքն ու հատուկ ասում որ մեր ցեղը հայտնի էր որպես ազնիվ ինչ էր ամբասիր չգողացող ցեղ է շատ կարևոր է էլի որովհետև աղքատ ենք բայց ոնց որ բան ենք էլի ազնիվական պրակատով են հա պրակատով են վերցեցիուն էլի ոնց ասեմ չէին ասել բայց պրակատ ամփող պրակատ էր այո բանը 3 ամսվա trial-ն էին վերցրել որ հիմա վերցնում ես ինչ-որ սերվիս չէ դուրները չերեք է հետո այդ բանը ու ինչա ոնց որ դե իրանք երազում են ձիու մասին էլի պատկերացեք այդ տարիքի տղաներ բան ոնց ինչ տիպի չէ ձիու մասին այդ երազանքը որ իրանք ինչ որ ագարակատիպ ավանում են ապրում այդպես չասեմ Նյու Յորքի բանում են շենքերում հա Ֆրեզնոյի այդ ինչ որ գեղտեղ են ապրում ասենց մի խոսքով սկսում են բանը այդ ձիուն ամեն առավոտ քշում են բան են անում ու տենց ոնց որ ումից են գողացած ելնում իրականում իրանց հարևանի ինչ ազգեր հարևանը հայեր ինչ չէ ասորի հա վայ թե ասորի լավ մի խոսքով տենց ինչ որ մեկի ձիուն վերցած են ելնում ու այդ մարդը ոնց որ ինչ է ասում այդ մարդն էլ քանի որ ասում այդտեղ հայեր էին հիմնականում ապրում ասում ստիպված հայերեն էր սովորել տնեցքի հետ էլ մոտիկ էր էլի գալիս էին ընտանիքի բարեկամ էր հա քեռու ընկերներ բան գալիս են նստում են հա սիգարետ ու կոֆե անելու տունը ոնց որ ու այդ մարդը ասում է էլի որ ձիուս գողացել են բան Խոսրովը տեղա հայտնվում առաջին անգամ որ ասում է բան չի էլի խնդիր չկա ոնց է այդ համոռանում վնաս չունի ուշադրություն մի դարձրու հա վնաս չունի ուշադրություն մի դարձրու ու տենց այդ հետո մի քիչ բացում է այդ քերու կերպարը որ ով ինչ խոսում է ինչ վատ բան եղել է բան ասում է վնաս չունի ուշադրություն մի դարձրու այդ ու մի հատ դեպք է պատմում որ ասում է Վարշավիրանոցում նստած էր քերին ասում է տղեն վազում է ասում է պապա ոնց որ տունը վարվում է էլի բան ասում է վնաս չունի ուշադրություն ասում է բեղեն էր սարքում ասում է մի 8 թաղ վազ եկել էր տղեն Վարշավիրանոց մեջ ես խոսում էլի ոնց ասում եմ շատ լավ կերպար է էլի իրականում ու հետո ոնց է իրականում շատ էլի հանճարեղ է փակում այդ պատմությունը ինքը էլի որ ոնց որ այդ ասորին տեսնում է ինքը լսում է տունը որ այդ ասորին ասում է ձիզ չկա ջոգում է որ այդ ասորը ձիոնը աղբերը տարել իրանք ասորը ձիոնն են քշում վերջը մի օր էլի քշելուց են լինում այդ ասորին հելնում է դեմները ու Մուրադը աղբերը ասում է դու մի խոսա ես խոսալու ձևը գիտեմ էլի բան Այս ասորին էլ ոնց է, չես, էլ ինչ նուրբ է, էլի, այսինքն ինքը չի ասում, որ գողացել եք, ասում որ որ ես չիմանայի դուք ով եք, ինչ ընտանիքի մարդ եք, կմտածեի գողացել եք, բայց կմտածեի իմ ձին, չէ, ասում կմտածեի իմ ձինը, դաժե չի ասում գողացել են։ Այդ առումով Սարոնը նուրբ է գրում։ Ասում նայեցի, ասում ձիուս նման է, բերանը բացեցի, որոձի ձիուս ատամներն են, ասում որ չիմանայի ինչ ցեղից եք, կմտածեի իմ ձինը, բայց Բայց երևի երկորյակա։ Այո, բայց երևի երկորյակա։ Այսինքն ինքը ինչ է անում այդտեղ, ասենք ակնհայտ է որ արդեն բռնվել են, հաջորդ օրը իրենք բնականաբար տանելու են դնեն, բայց ինքը այդ ցեղի պատիվը գետնով չի տալիս, էլի, այսինքն ոնց որ
Նաև երևի հասկանում որ երեխեք են ուզում են քշեն, բան, ոնց որ տենց էլի շատ սիրուն սենց փակական է դրական ինչ որ բանով փակում է։ Այս գիտես որ պատմվածքը մեկ է կուզեի խոսենք, նռնենիների մասին կուզեի խոսենք, որ գիշքերուն է։ Էլի մյուս գիշքերու մասին է, էլի, որը ոնց որ ինչ որ չստացված ռոմանտիկ բիզնեսմեն է, որը այնքան բիզնեսմեն չի, ինչքան պոետ, էլի։ Վեր գնում է մի հատ անապատային հող է։ Նևադայում, այդ Լաս Վեգասի անապատում, հա։ Հող է առնում, որ պետք է այդտեղ բան տնկի, նռնենիներ, բաներ, ասես իդեաներ ունի, էլի, ու ասես ամեն անգամ գնում այնտեղ կանգնում է, ասես նայում է հեռու, ասում է, նայ ես անապատը, հեսա դառնալու է բան։ Դրախտ էլի մի խոսքով։ Լեռնաստան։ Ու այդ ամեն անգամ ոնց որ ինքն էլ ոնց որ Սարոյանն էլ հասկանում է, որ դա չնող բան է, ինքն էլ որպես օգնական գնացել է, էլի, այսինքն 10 քանի տարեկան տղա է, էլի, ու անընդհատ բան է անում, էլի, օգնում է իբր, բայց քերին вообще խաբար չի, էլի, հիշում ես այն օցերի մասին խոսակցությունը։ Вообще կապ չունի, էլի, հողագործության հետ քերին, ոնց որ բան են բերում, բայց կենթանի է տենում վախենում է, բան, սա Սարոյանի կերպարը, այդ Արամի կերպարը ավելի ոնց որ մի քիչ շուստրի բան է, բայց իրան էլ է դուր գալիս այդ բանաստեղծական միտքը։ Վերջին չա լինում էլ այդ զորով շարով այդ վերջին փողով մի քանի հեկտար ոնց որ տնկում են, էլի, բաներ, նռնենիներ, որը այդտեղ չի կարա աճի, էլի, փաստացի։ Վերջը տանջանքով բանը փողը բրցնում է, մենակ այդ նռնենիների հույսին են մնում, էլի, ասում եմ 3-4 տարի հետո 2-3 հատ նուր տվեց կերանք Հետո ասում է 200 նուր տվեց, սիրուն ասում է փաթաթեցինք բան, ուղարկեցինք որ ծախեն, ասում է դե ամերիկացիները չգիտեն նուրը ինչ է, չեն առնում, էլի խոսքով, դες մնում է վրեքը էլի իրանք են ուտում, բան ու վերջը դες տխուր է ավարտվում, էլի, այսինքն այդ ստիպված դե քերին արդեն էլ ֆինանսական բանը չի ներում, հանձնում է գնում է, էլի այդ բանը ու էլի այդ իրանց ցեղի այդ մի հատ ինչ որ ճուղի ներկայացուցիչ է քերին Որը տեն ինքը մի օր պատմվածք ունի, որ ասում է մեր այդ Մուրադի մասին, այդ սպիտակ ձյու համարը, որ Մուրադի մասին պատմում է, ասում է մեր ցեղը вообще բոլորը տենց ոնց ասեմ, կիրթ, զուսպ, բան, սթափ, adekvat ցեղ է, բայց միշտ ինչ որ բան մի գժոտ ներվ լինում է այդ ցեղի մեջ, մի գիժ ներվ լինում է, հա։ Ասում է Մուրադի հերը նորմալ էր, պապը նորմալ էր, բայց չգիտեմ Մուրադը ում էր քաշը, երևի քերուս էր քաշը, ասում է, բայց вообще իրար հետ կապ չունեին, տենց գժոտ ներվը կար։ Հիմա այս մյուս քերին էլ այդ գժոտ ներվը ունի, էլի ինքը տենց։ Այդ գիտես որն է։ Այդ բանն է, էլի, այդ Սասունցի Դավթի բանն է, էլի, այդ ոնց ասեմ, այդ արխետիպն է, էլի մեր ազգի, այդ գժոտ ներվ կա, չէ՞, միշտ ինչ որ այդ ընդ որում ասեմ քեզ բանը, այդ Սասունցի Դավթի գժոտ ներվը կա այդ քերու Իսկ այն մյուս քերին է խոսողը, ոնց որ Սասունցի Դավթի մեկը փոքր մեհերի խառնուրդ լինի, որովհետև հեսա այդ մյուս պատմվածքները ես կասեմ, տենց ոնց որ նեղացկոտ քերի է, էլի, ջոգին ոնց համ գիժը, համ նեղացկոտ է։ Հա։ Այդ կարելի է մի քիչ իստիմա այդ Դովլաթովից էլ բանանել, որ չստացվի լրիվ Սարոյան խոսենք։ Դովլաթովի նաշի մեջ էլի այդ հայկական կերպարներից ամենա էլի տենց ոնց որ կոլորիտայինը, որ ամենահայինը է, էլի Այսինքն հայկական մորական պապը մեր այսօրվա վերլուծության տեսանկյունից ամենաբանը մորական պապն է որը Թիֆլիսի հայ է Ստեփաներ ինչ էր անում չեմ հիշում չեմ էլ հիշում ես էլ անունները սկսել եմ մոռանալ դժվար եմ հիշում ու այս պապը ոնց որ շատ էլի ասում եմ շատ սիմպաթիչնի բան հոպար էր բայց ասում եմ շատ բան մարդ էր էլի ծանր ոսկոր բնավորությամբ հա մարդ էր էլի ասում եմ սա ասում եմ այդ որ հելնում էր քայլելու, ասում ես կողքի իշխանական վրացի իշխանուի աղջիկները հելնում էին որ տենային էլի տեսքեն սիրուն էր, բայց ասում եմ ախում էին խոսային հետ էլի, ասենք մի հատ հայացքով կարար սառացներ էլի բոլորին ու էլի ինքը այդ պապու կերպար է, Ջալոտ Սարոյանի մոտի պապը ավելի սենց խաղարկային ավելի հետաքրքիր պապ է, որը անընդհատ փորձում է կյանք սովորացնել։ Այս պապը ոնց որ ինքը գիտի ճիշտ է, էլ ոչ էլ փորձում է ինչ որ սովորացնի, պրոստը տենց է ու կա չել խոսում։ 4 կող, հա, մարդկանց հետ նորմալ չել խոսում, էլի, այն որ ոնց որ բանի տեղ չի դնում։ Իսկ Սարոյանի պապը տենց ոնց որ հեգնանքը կա, հումորը կա, բայց ոնց որ հանգիստ մարդ է, էլի, ընդհանուր, այսինքն ինքը ի վերջո այդ ցեղի անհաջողությունները, դժվարությունները, իր կարծիքով խնդիրները, մարդկանց ովքեր խնդիրներ ունեն, ինքը ավելի ոնց որ վերևից սիրուն է նայում, էլի, իսկ ես մեկը ոնց որ ռադիկալ ձյաձա, էլի, ոնց որ սաղին կտրտում է,
ու այս պապու կերպարը ոնց որ ասում փոքր ժամանակ էս ոնց որ ոտս տպավորվել է որ մնում էր գորում էր աբանամատ ասում է ես չէ ջոգում այդ ինչ է էլի ասում ու առաջին կուրս որ գնացի հենց մի անգամից ասում մտա ու հասկացա աբանամատ ինչն է նկատի ուներ ու ռուսերեն հասկանալի է չէ որ բառի բանն է ու այդ բանը այդ կերպարը մի հատ էլի հետաքրքիր պատմություն է պատմում որ ասում մի անգամ պապին ու աստված հական ու բանը նիչա բրծավ էլի ասում որ շուխուր գցեցին որ Թիֆլիսը ասում երկրաշարժ պիտի լինի ասում սաղ հելան փախան բան դուրսներ մի խոսքով Թիֆլիսից դուրս են եկել ման պապս ասում մենակով մնաց տուն է էլի ասում տատս վախեցած ասում աստված քեզ կպաջի բան ասում աբանամատ էլի մի խոսքով գնաց դից էլի ու վերջը բանը շենքը բլվում է բան բայց այդ պապը եսին ոչ սաղա մնում էլի գալիս են հասնում են Հլատակների մեջ տերն պապը նստած աթորեն նստած աթորեն ասում քունը տարել է մի քիչ էլ թերթեր կարդում դաժե ասում հլատակների մեջ թերթեր կարդում հա ասում աշներ կպե բան տատին եկավ ասում որ բան անի ասում ոնց էր հա ասում завтракать մի անգամ մի բարով էլի ոնց որ հացի ուտեմ էլի բան տատաս ունը կորցրինք աստված մեզ պատժեց բան ասում աստված մեզ ասում տնից զրկես դու էլ ուտելիքից ես զրկում բան ձեզ էլի հետո արդեն տարիքային մի քիչ ավելի որ ծանրանում է վիճակը ավելի վտանգավոր բան է դառնում ունդեղ մի հատ է կերպար ասում էր կոպալը ձեռին տունը պատուանի կողը նստում էր բոլորին քրվում էր ասում էր այդ կոպալի մետրուկես ասում մետրուկես տարածքով ասում բոլորը հերո էին մնում էլի որովհետև տենց հա վտանգավոր զոնա էր էլի ձևավորվել ասում 1.5 մետր բանի մյուսը հետաքրքիր կերպարը որի մասին էլի շատ կուզեի խոսալ այդ նաշի մեջից այդ Բորյանը իր աղբերը որը մորքուրի տղեն էլի որը հայ չի բայց զուլալ հրյա ոնց հասկացա չէ դե մոր կողմի մորական կողմից հա չէ մորական կողմից հայա մորական կողմից ռուսա ռուսա ու այդ կերպարն էլ հայի մի հատ ուրիշ ներվի կերպար է որ էլի ժամանակ առ ժամանակ ոնց որ ի հայտ է գալիս այդ կերպարը ինչ ձև մարդ է ինքը որ ոնց որ իդեալական աշակերտ է լինում միշտ ոնց որ Դավլատովին ասում են նայ ոնց կարան լինեն մարդիկ օլիմպիադաներում հաղթող բարձր գնահատական ստացող շատ խելացի ոսկե մեդալի գնացող մարդ է լինում երեխա է լինում ու ավարտելուց մի շաբաթ առաջ ոնց որ դիքիշ բանել չի էլի ասեմ ինչ անում ոնց որ բանը պատուհանից միզում է տնօրենի գլխին վերևից էլի տենց ոնց որ բռնստում է պահը էքսպրոմպտ այդ պատմը մեխենա որ էքսպրոմպտ է լինում ասում հա ասենք տենց որ ասում ախորս որ արծեցի խի արիր ասում դե տեսա պատուանի տակով անցնում հա ու ջոգեցի որ սա է միակ շանսը թեխի այդ միակ շանսը թեխի հենց ժամանակ հա բայց կամ ինչի է պետք եւ այլն էլի բայց ասում տենց նույնիսկ մականն են դրել չէ տնօրենին ինչ որ մականն են չէ դրել միլիցիա են ասում ինչ էին ասում ինչ որ մի հատ նեգատիվ մականն են դրել յանի տենց բաներ մի խոսքով այդ մարդու կյանքը միշտ տենց է լինում էլի այսինքն այդ տղու կյանքը ինքը sense ամբողջությամբ պատմում է հետո մեծանում է մի խոսքով դպրոցը մի ձև ավարտել են տալիս գնում է շատ լավ սովորում է ռեժիսոր պետք է դառնա բան գնում է լենֆիլմ մի անգամից առաջ է գնում հասնում է ինչ որ մեծ արդյունքների մեկ էլ մի օր իմանում են 12 հատ բանը ինչ որ տուրիստ են թալանը 12 հատ տուրիստական ավտոբուս են թալանել ասենք օդից էլի դեռ պետքա կանել չի էլի հասկացած դες չի որ ինչ որ նեղված է իրան պետքա ինչ որ բան անել ուղղակի տենց պահի տակ ոնց որ sense ինչ որ ճտոցով աբսուրդ սասոնցի դրաֆտի բանը միանում է էլի այդ գժությունը միանում է այ ինչ որ գժական մի հատ ներվ կա որ հա մեկը բռնվում է էլի ու վերջը որ Դավլատովը փորձում է ոնց որ վերլուծի լավ աղբորը վերջ ասում է Ամերիկա եկա մի քանի վախտել անցավ ասում է փորձեցի հասկանամ էլի լավ էս աղբերս չէ էլի շտաօրինակ մարդ է էլի ու ասում է հասկացա որ էգզիստենցիալիստ է աղբերս ինքը մենակ իրան լավ ազգում ծայրահեղ վիճակներում մենակ կարա ասում է իրան լավ զգա երբ որ ինքը բանտում է առաջ գնում կարիերայով բան այսինքն այդ բանը կա էլի ինչ որ տարօրինակ մի հատ կերպարի բան է որը էլի որ նայենք ինչ որ իմաստով բռնվում է այդ հայկական առօրյա կյանքն ու կենցաղային կյանքը ոնց որ չի հերիքում այդ մարդուն էլի դաժե ճնշում է եթե չասեմ էլի խեղդում է էլի դաժե սովետական այդ իրական ինքը փաստացի sense Միամի դիսիդենտ է եղել հա Միամի դիսիդենտ է էլի որ ոնց ասեմ ինքնաբուխ դիսիդենտ է եղել սիստեմը այսինքն մի քիչ բան է էլի ավելի եթե բանով նայեք այդ ակցիոնիստ է էլի ոնց որ
մնում է ու ասենք մի հատ ակցիա է անում էլի կոնկրետ որը ոնց որ խորանում ես ասենք իբր ինչ էլի նույնիսկ մի հատված կա աբսուրդի դեմ լինի էլի այն ինչ տուրիստներին որ թալանում էին այտենց մի հատ դիալոգ կա դատարանում որ բանը իրավապաշտպանը ախպոր փորձում է ինչ որ պաշտպանություն կառուցի այդ պաշտպանական գիծը կառուցի դատավորի առաջ ասում է բա դու գիտեք որ այս բանը տուրիստները ոչ թե բանը զարգացող կապիտալիստական, այսինքն սովետի ճամբարից էին, զարգացող երկրներից էին, այլ կապիտալիստական ճամբարից էին բանման։ Յանի դե կապիտալիստներին թալանելը հասնում է, էլի, սենց էս լո։ Հա, օքեյ, հա։ Ապրես, հա, սենց հասնում է բան։ Հետո ասում է, բայց որ իմանայիք, որ խոսքի ոչ թե բանը, ոչ թե զարգացող երկրներից են, կապիտալիստներից են, կապիտալիստային թալանեք, թե չէիք թալանի բանման։ Այդ նուրբ հումորը կա, էլի, այդ նուրբ ակնարկը կա, որ դատավոր ասում է մի քիչ մնա կարող է բան անեք, այս գող թալանչուն բանը, համաշխարհային հեղափոխության մարտիկ ներկայացնեք ստեղ, էլի։ Այդ նուրբ հումորը կա, էլի, բայց այդ նուրբ հումորն է կա, բայց իրականում այդ խորքային բանն էլ կա, էլի, այսինքն այդ հասարակությանը այդ տղան ինքը այնց ուղիղ դեմ չի գնում, կարա հասնի մեծ հաջողությունների, ոնց որ ասում է թե ասում է լավա բախտը չբերեց, չէ, բախտը բերեց որ տենց մարդ էր, թե չէ կարողա բանը ասեն գեսեք մենսեք դառնալ, էլի, այսինքն հասնել ամենավերևները, որտեղ ուներ այդ իր բոլոր հնարավորությունները, խելքը, բանը ուներ որ ինքը կարար առաջ գնալ, բայց ինչ որ պահի տակ բան էր լինում մոտ, էլի, այսինքն հասկանում էր կարոտ կերտարի իրականում ինչ է այդ պետությունը ոնց որ ինչ որ տենց բան է էլի միամիտ դիսիդենտ է դառնում էլի բանից հոգուց եկած դիսիդենտությունա ոչ թե մտքից եկած է որտեղ մտքով հետո նայում ես լրիվ ինքը մտքով նորմալ է լրիվ հասկանում է իրավիճակը adekvat է ամբողջությամբ այսինքն գիժ չի այդ մարդը էլի բայց ունի այտենց պահեր որ ինքը ոնց որ անում է ինչ որ իրականում ուզում է անի ոչ թե սովետնա գծել իր համար էլի Այդպես նաև գժոտ կերպարներ են, իդեպ այդ մորական ցեղի բանը քերին, մեկ էլ բանը մորքուրը։ Հա։ Այդ Թիֆլիսի գժոններ են, էլի ինչ որ տես մեկը ինչ որ տենց գժոտ գնում է բանակ կռվելու հետո փող գնդապետաստանում, հետո ինչ որ պաշտոնի են դնում, հետո ինչ որ գործ անում, ու մորքուրը որ տենց յարի հեղափոխական է, ինչ որ ելույթներ ունենում, բան ունենում, սենց ինչ որ այդ ինքը այդ բանը Հորական կոմի գժոտություններն էլ է ցույց տալի, բայց դա մեր դեպքում այս մենք դե հա մի քիչ էս բանն ենք ու հայերի բանն ենք մորական կոմի գժոտությունները բայց ընդհանուր առմամբ եթե տենց խորհրդի կարգով եթե ուզում եք հաճույք ստանալ գրականությունից թե Սարոյանը թե Դավլատովը ուղղակի sense ոնց որ գտածու են որ Աստված շանս տար ես մոռանայի որ կարդացել եմ այդքան մի հատ էլ կարդայի էլի ոնց են գրում իրենք ոնց որ կողքդ նստած մարդը ոնց ասեմ տենց հաց ուտելուց, կոֆե խմելուց, ծխելուց քեզ պատմի։ Շատ լավ։ Հա, շատ որակով պատմի, որովհետև իրանք իսկապես կարճ արձակի մեծ վարպետներ են, կարճ խոսքի մեծ վարպետներ են, խտության մեծ վարպետներ են, նույնիսկ միտեղ կարդացել եմ, ասում եմ Դովլաթովը կանոն ուներ, որ բանը նույն նախադասության մեջ երկու հատ նույն տառով սկսում։ Որ բառը պաշարը ուրիշ լինի, բանը ուրիշ լինի, այդ խտությունը ուրիշ լինի եւ այլն եւ այլն։ Դա իմիջիալով մյուս թեման է, որ ուզում եի խոսալ, ես ավարտի այդ խոսանք մի հատ էլի։ Այդ առումով իրենց կարդալը մեծագույն հաճույք է, որովհետեւ դու կարդում ես քեզ հարազատ մարդու, քեզ շատ մոտ մարդու, այդ ոնց ասեմ, այդ թե Դովլաթովը թե Սարոյանը դիրքով չեն գրում քեզ։ Օրինակ որ ամերիկացիքին ես կարդում, Ֆոլկներն ես օրինակ կարդում կամ Հեմինգուեյին ես կարդում կամ բանին ես կարդում, չգիտեմ, ֆրանսիացիքին ես կարդում, չեմ Բալզակ ես կարդում, Հյուգո ես կարդում, չգիտեմ, ինչ որ տենց ռուսներին ես կարդում, իրենք սենց շատ դիրքով են գրում, էլի սենց դու այդ հարազատությունը չես զգում։ Օրինակ այտենց Սարոյանի Դովլաթովի պես գրում է իրանց երկուսի սիրածը, որտեղ երկուսն էլ կարդացել են իրան ու շատ են սիրում, Շերվուդ Անդերսոնը։ Տարեկանի Արտում Անդոնդի եզրին, էլի, այդ ոչի գրականությունն էլ այդ խառնիչ, Շերվուդ Անդերսոնը այդ չի գրել։ Բա ինչ էր էնի, Շերվուդին չէր։ Շերվուդ Անդերսոնի ես вообще չեմ կարդացել, բայց այդ քո ասածը բանն է, Ֆիջերալդներով էր կարծում։ Չէ, Ֆիջերալդը։ Ֆիջերալդը չէր, մյուսն էր, սպասի։ Հա, մոռանում եմ որ այդ տղանը միշտ։ Լավ, ինչ որ է, Շերվուդ Անդերսոնից էին խոսում, երկուսն էլ հղում անում, ասում էին, այն բանը ով էր գրել, Տարեկան ով էր գրել։ Տարեկանի Արտում ախպեր բանն է գրել, սպասի հեսա մի անգամից ասեմ։ Սելինջերն է գրել։ Սելինջերն էլ էր այդպես գրում, բայց իրանք երկուսը օրինակ անընդհատ հղում են անում Շերվուդ Անդերսոնին որպես իրանց ոնց որ գրական հայր այդ առումով էլ, իրանց որպես ոնց որ առանցք էլի, բայց
քանի որ արդեն վերջին ենք մոտենում, ուզում երկու բառ ասեմ խոսով քերուց, բայց խոսով քերուց ոնց որ ամբողջական պատմվածքի մեջ, որպես ինչպես նշել էի, Սասունցի Դավթի փոքր մհերի գաղթականի, թափառականի ու գժի խառնուրդ։ Ինքը շենց գիտես ոնց է խոսով քերին ու պատմվածքը, որի մասին խոսեմ, բանն է, խեղճուկրակ արաբն է, դու հայերեն տենց է թարգմանված։ Անգլերենով բնագիրը նայել եմ, անգլերենով բնագիրը ուրիշ է, հեսա ասեմ ոնց է, որովհետև մի քիչ բաներ էլի, տենց մի քիչ խեղճուկրակ արաբ չէր էլի, մի քիչ գիտես ինչ է անգլերենով բնագիրը the poor and the burning Arab burning-ը չգիտեմ տենց ոնց որովհետև անգլերենով որ կարդում ես Սարոյան լիքը բաներ կա որ հայերեն հետ չի բռնում օրինակ այդ խեղճուկրակ արաբի մեջ երբ որ բանն է ներկայացնում իր խոսով քերու խառնվածքն է ներկայացնում խոսով քերու մասին ասма խոսով քերուս ինքը զայրացկոտ եւ արտակարգ տխուր մարդ էր խեղճուկրակ արաբի մեջ չի ասում արտակարգ տխուր ասма ու շատ կարևոր ասա էլի գրական այսքան ի վերջո հեղինակը հատուկ բառեր անդրում հատուկ արտահայտչամիջոցներ անդրում էլի նկարագրելու համար ասма բան ուներ հա նայ ասма my uncle Khosrov himself a man of furious energy okay զայրացկոտ կարանք համարենք թեև furious energy-ն մի քիչ ուրիշ է, այսքան բռնկուն էներգիա ուներ կամ հա կրկոտ էներգիա ուներ էլի, տենց, որովհետև հայերենում զայրացկոտը բանի իմաստով է, ջոգիր, որ բացասական բանով։ Այո, իսկ ստեղ furious energy-ն ոնց որ բռնկունն է հենց։ Բռնկունը հազար դրսևորում կարող ունենա, պարտադիր չի որ բան լինի, էլի։ Ու մյուս արտահայտությունը ասում է uncommon sadness։ Այս uncommon sadness-ը բանը չի, էլի, ոնց ասեմ, արտակարգ տխուր մարդը չի։ Uncommon sadness-ը ոնց է անսովոր տխրությունն է թե կուզես կամ արտասովոր տխրությունն է արտասովոր երևի բայց ոչ բան է էլի արտակարգ տխուր տենց միգուցե արտակարգը էս իմաստով uncommon-ն է բայց uncommon-ը այս դեպքում ոնց որ անսովորին ավելի շատ է արտակարգ բառի մեր բանը մի քիչ ուրիշ է մենք ուրիշ բան ենք իր տակ տեսնում դե հայերենում որ արտակարգ ասում ես ինչ որ տենց գերադրական աստիճանի ձգտող ինչ որ բան ունի, չէ՞։ Հա։ Բայց ես մտածում որ կարողա ունի այդ բանը, բայց այլեր ավելի լավ բառ են, էլի, որը չունի արտակարգը շատ։ Միգուցե ունի, որովհետև արտակարգը նաև ոնց որ հիմնականից տարբերվողն է, սովորականից տարբերվողն է, uncommon կարաս այդ իմաստով ասես, բայց կարելի է նաև ուրիշ բան ընտրել, էլի։ Ինձ թվում է բառընտրության խնդիր է, որովհետև արտակարգը ամեն դեպքում մեր մեջ ուրիշ բանի տակ է, էլի, ուրիշ ձև անկալվում։ Համաձայն եմ այդ իմաստով, հա։ Խոսով քերին ստեղ ոնց որ իրանց այդ գաղթական ցեղի մարմնացումն է, ոչ մի կերպ չի հարմարվում Ամերիկային, անընդհատ սաղորը փնփնթում է, շատ բռնկուն է, գնում է Արաքս սրճարանը, Ֆրեզնոյի Արաքս սրճարանում նարդի է խաղում բոլորի հետ, եթե հաղթում է, պարտվողին ասում է հոգս չի, չարժի անհանգստանաս, այն նույն իր հայտնի արտահայտ վնաս չունի ուշադրություն մի դարձրու, բայց եթե պարտվում է, ներվայնանում ասում է նարդին է ջարդում, զառերն է շպրտում, հայոյում ում որ պարտվել է, ասում է բան ես անում տենց չի կարելի սենց չի կարելի սենց խաղալ բանման, բայց որ հաղթում ասում է դե լավ թեթև տար կրվել ես էլի։ Դենք բոլորին ասում է թեթև տար, բայց ինքը вообще թեթև չի տանում էլի։ Ու բանը թավլի են խաղում իդեպ։ Ասում է դե այդ Արաքս շրջանում թավլի մեկը սկամբիլ են խաղում։ Թավլի նարդին է հայերենում չի հայերեն թարգմանությունում չի բացատրում, բայց անգլերեն թարգմանությունում ինքը Սարոյանը փակագծերի մեջ backgammon է գրում, backgammon-ը նարդին է։ Նարդին է, հա։ Հա։ Ու մեկը սկամբիլ կար։ Հետաքրքիրը գիտես որն էր, մերոնք տատուս կողմը իրենք սասունցի են ու տատս էր այդ շատ այդ խաղը շատ այդ խաղի մասին, հա, իսկամբիլ են ասում կամ սկամբիլ են ասում էլի, այդ թղթախաղ է ինքը, այդ թղթախաղի մասին տատս է շատ ասում, ու ինչն էր ինձ բան, ինչն է ես բռնում, տես ես օրինակ ասում թե պապուս կողմը թե տատուս կողմը հորական կողմը բանից են, անուն ինչ արեմից են Հայաստանից են։ Պապուս կողմը պապուս հորական կողմը Սասունցի, տատուս կողմը բան, մշեցի են, տատուս կողմը Սասունցի են, էլի։ Ու դու կարդում ես խոսքի գրողի ծոցում գտնվող ինչ որ Ֆրեզնոյի հայերի, որոնք բիթլիստի են, չէ՞, Սարոյանի երկրորդ սերնդի գաղթականի գրականություն անգլերենով
ուտեղ կարդում ես մի բանի մասին, ինչ որ որտեվ ինքը ինչ որ հարազատ միջավայր է նկարագրում, էլի իր խոսով քերո համար, ասում է ամեն օր լանչից հետո 2-ից 3-ից հետո գնում էր այդ արագ սրճարանը, տեղի ժողովրդի հետ նարդի ու սկամբիլ խաղալու, էլի։ Ու սենց ասում ես հա, փաստորեն գրականությամբ կարած քո ինքնությունը տարերը գտնես, էլի, այսինքն չգիտեմ, օրինակ տատս ժամանակին փոքր ժամանակ որ հետս սկամբիլ էր խաղում, մեկը Սարյանի խոսով քերին, որ իրանց արագ սրճարանում Ֆրեզնոյում սկամբիլ է խաղում, շատ հայկական է, էլի, ջոմս, ոնց օրինակ Դովլաթովի մեջ այդպես բաներ չկան։ Չէ, Դովլաթովը Ընդհանրապես այդ կողմով vibe ընդհանրապես հայկական չի, էլի, իսկ Սարյանը ուղղությամբ հայկական է։ Անկամ այդ հայտնի պատմությունը կա Դովլաթովի հետ կապված, որ ծանոթանում է Մաթևոսյանի հետ ու մի տեսակ ոնց որ նեղվում է, որ ասում է, այս մարդը հայ է։ Ես вообще կապ չունեմ, էլի, ասում է հետո որ իր այդ ծանոթանալուց հետո այդ ասում որ Հայաստանի հետ ինչ որ վատ բաներ կատարվում Ես սկսա նեղվել, որտեվ ասում եմ սկսա մտածել, որ հիմա ասում եմ Մաթևոսյանը նեղված կլինի, էլի, այսինքն սկսել է Մաթևոսյանով հայ դառնալ, էլի։ Դե ասեմ քեզ, բանում կենսագրականները, այսինքն մեմուարները, կենսագրականները որ կան Դովլաթովին նույնիսկ համալսարանական տարիներին Լենինգրադում կամ դպրոցական տարիներին հայ չեն ասել։ Բանի Դովլաթովի մականունը Արաբ ա եղե։ Հա։ Արաբ ա եղե, որտեվ երբ որ Դովլաթովի երևի բանը։ Չէ, հեսա կասեմ, չէ։ Բանը, երբ որ առաջի կուրսը ընդունվում, դե բանասիրական ընդունվում, այդ ժամանակ Լենինգրադում բերում են ցույց են տալի բանը, այն Օմար Շարիֆի կինոներից մեկը։ Օմար Շարիֆին հիշում ես, մեր հայտնի բանը, Անի Վերնոյի Մայրիկ կինոյի մեջի հայրիկն է։ Որը արաբ է, եգիպտացի դերասան է, բայց եթե կարա գուգլեք մեր Ֆրունզին խնդրենք մեր մոնտաժը Ֆրունզին խնդրենք մեզ մեր խոսքի ժամանակ Օմար Շարիֆը նկարը բերի ու համատի բանի այդ անուն ինչ է այդ Դովլաթովի դա Օմար Շարիֆը նույն ձևի հաղթանդամ հսկա 2 մետրից ավել հաստ բեղերով տենց դեմքով մեկն է ու Դովլաթովը նույն կերպարներն են էլի այդ առումով դաժե Դովլաթովին հայ չեն ասի ասում էին նաշ արաբ էլի որտեղ Օմար Շարիֆը արաբ էր ասում էին նաշ արաբ էլի նույնիսկ այդտեղ հայկականությունը չկար ու ինքը չէր բանան այսքան չէր էլ նենց էլ ասում ես հայ ինձ հայ չեն համարում չէ ինքը ասում էր ես ռուս գրող եմ իմ քաղաքացիությունը ռուսաց լեզուն է հենց տենց էլ ասում էր ու տենց ասма բանը մերս հայեր գիտեինք բան տենց կեսով հայ եմ, բայց դե ասում որ Սարոնին տեսա ճոգեցի ես ինչ հայ, Սարոնին ասում Մաթևոսյանին որ տեսա ասում ճոգի ես ինչ հայ, Մաթևոսյան ինչ հայ էլի, ես ուր հայությունն ուր էլի, այ ասում ինքը իսկականից հայ էր էլի, բայց վերադառնանք Խոսրովին։ Խոսովը բռնկուն կրկոտ տես ներվայնացող քերին էր Սարոյանի, որը այդ արագ սկաֆում գտել էր մի հատ խեղճ ու կրակ արաբ, ոնց որ պատմվածքն է ասում էլի, ոնց որ պատմվածքի վերնագիրը, որի անունն էր Խալիլ։ Խալիլն էր իմանում ենք, որովհետև երեխան անընդհատ հարցնում է այս արաբի անունը, քերին ասում է դե ուրիշ գնաց դու քո ինչ գործի մա։ Ու ասում է ինչն էր տարօրինակ, ասում է ոչ քերիս էր շատ խոսացող։ Ոչ էս պուճուր արաբն է շատ խոսացող, պուճուր ասում 8 տարեկան երեխու բոյ էր, բայց ասում քերուս բեղերի պես հաստ բեղեր ուներ էլի։ Ասում գալիս էին մեր տունը ժամերով նստում էին, ծխում էին ու ձեն չէին անում։ Տաճկական կոֆե էին խմում, ասում թուրքական կոֆե էին խմում, տաճկական կոֆե էին խմում ու ժամերով ձեն չէին անում։ Ասում ոնց էր քերիս գտել այդ արաբին Աստված գիտի։ Ոնց էր արաբը գտել քերուս Աստված գիտի, որովհետև արաբը ասում ոչ մի լեզվով չէր խոսում, ասում մի երկու բառ թուրքերեն գիտեր, մի երկու բառ իրաքից էր։ Մի երկու բան արաբերեն գիտեր, մի երկու բառ հայերեն գիտեր։ Ոբշեմ ասում երկուսն էլ չխոսքան, երկուսն էլ սուսուփուս, ոնց էին իր այդ ընկերություն անում, տենց ու ասում տենց հա, ոչ մեկ չէր հասկանում, մեր համար էլ էր դա գաղտնիք, ինչ որ մոգական բան կար, էլի պատկերացրած ինչ որ քերին անընդհատ ինչ որ արաբի հետ գալիս է։ Ընդ որում ասում արաբին, որ առաջ անգամ քերին տուներ բերը, մերս գիտեր հայա, որովհետև մեզ շատ նման, հա։ Ասում բայց դե հարցը փորձ արեցինք, այս արաբը ձենում են չանես, ջոկեցինք որ հայերին չի հասկանում, որովհետև ասում որ հայերին հասկանում մի քիչ շատ կարտ է այդվել էլի։ Այդ առումով այդ որ ասում է Սարոնը բան ունի որպես գաղթականի սերունդ, որպես անընդհատ խոսում է գաղթականության մասին։ Սիրիացիքի մասին էլ է խոսում, հա, օրինակ մի պատմվածք ունի 70000 սիրիացիները, որտեղ ասում է դե Վարշավյանոցում մի հատ Վարշավիրի ծանոթացա, Բադալ էր ազգանունը, ասեցի հայ ես, ասես չէ սիրիացի եմ, մտածեցի ասում դե ասորի 70000 ասորի։ Ասում հարցեցի հայ ես, ասես չէ ասորի եմ, հետո մտածեցի ասեցի դե ասորին էլ մերպես ժողովուրդ են էլի, մերպես չարքաշ, մերպես պատմություն անցած, համարյա հայ են էլի, ասում դու էլ ես էլի համարյա հայ, ասում տենց այդ բանը կարա Խոսով քերին վերջը այդ արաբի այդ ընկերությունն են, ու մի օր Խոսով քերին գալիս է տուն, տենմա արաբը չկա։ Չէ, գալիս է տուն, այդ երեխեն տենմա արաբը չկա։ Հարցը փորձանում, Խոսովը ձեն չի անում, հարցը փորձանում, ջղայնանում, ներվայնանում գնում է, բանը անում։ Մորնը հարցնում, մեր ասում է հավանաբար արաբը մահացել է։ Հա,
Հավանաբար արաբը մահացել է ու որ երեխեն դե մանկական բաներով հարցատվե բա արաբորա նեղացրել է բանին էլի քերուն հետո այդ պատմվածքի վերջին մի հատ փառահեղ կտոր կա այս էլ միգուցե կարելի է դնել մոնտաժի ժամանակ ասում է այդ խոսակցությունից հետո որ քերին ներվանանում գնում է որ հետո բանը անում մեր ասում հայ երևի արաբը մահացել է ասես մի բան կասում նորից խոսով քերիս օրերով չայցելեց մեր տուն մի որոշ ժամանակ մտածեցի թե նա էլ երբեք չի գալու երբ վերջապես եկավ հյուրասենյակում կանգնեց գլխարկը գլխին եւ ասաց արաբը մեռավ որբ մեռավ օտար աշխարհում հայրենի տնից 6000 մղոն հեռու ուզում էր տուն գնալ ու մեռնել ուզում էր նորից տեսնել իր տղաներին ուզում էր նորից խոսել նրանց հետ ուզում էր նրանց հոտն առնել ուզում էր նրանց շունչը լսել դրամ չուներ անընդհատ մտածում էր նրանց մասին հիմա մեռած է այլևս դա էլ դուրս գնա Չէ, դե, էլ դուրս գնա, սիրում եմ քեզ, այդ երեխունը էլի ասում։ Այս արաբի կերպարը, որ քերին գտնում է, բերում է, չէ, ոնց որ կորսված հայրենիքի կերպարը լինի իրանց, ընդ որում Սարյոնը ամենասկզում ակնարկում է, ինչ ասում է, այս մարդը արաբեր անունը Խալիլ, աչքերը երեխայի աչքեր էին, բայց ասես լցված էին տարիների հուշերով, երկար տարիներ, որոնց ընթացքում բաժանվել էր սիրելիներից, ասում է մեր հին հայրենիքից էր։ Ասում է մի տարի բարեկամացավ հին երկրից գաղթած, հին երկրից գաղթած, ընդ որում էս էլ է կարևոր հատուկ Սարյոնի բոլոր գործերում նայել, հայրենիք չի ասում։ Ինքը խոսում է Օսմանյան կայսրության մասին, որովհետև դե գաղթել են Օսմանյան կայսրությունից իրանք, կամ ասում է հին երկիր, old country։ Կամ ասում է այս կամ ասում է բանը հին հողից հայրենիք անընդհատ չկա ջոկիր որովհետև ոնց որ գիտես ոնց այդ արաբին որ գտնել է ոնց իրենց բազմազգ հայրենիքի այդ բազմազգ կայսրությունից մեկին է գտել ու այդ արաբը որ այդ խոսքը որ գտնում է այդ բանին այդ խալելին հետո ընկերությունը հետո խալելը մահանում է հետո այդ որ ասում է դե բաներ առանց երեխեքի հոտնու համս գալու մահացավ օտար երկրում մահացավ աղքատության մեջ մահացավ այդ բանը այդ արաբը ոնց որ այդ իրանց կորսված երկրի հին հողի մարմնացումը լինի ու այդ Խոսովի այդ լուր բարեկամությունը արաբի հետ հետո բռնկուն բանը որ դե հերիք արաբից խոսես արաբը մահացավ ոնց որ այդ իրանց ոնց որ արաբը այդ ամբողջական ցավի մարմնացումը լիներ էլի իրանց կորսված հայրենիքը էլի թողած դաժե կորսված չէ որտեվ իրանք ի վերջո ցեղասպանության արդյունքում չէին հայրենազրկված ցեղասպանությունից առաջ էին եկել էլի դա էլ է կարևոր որտեվ իրանք որպես ցեղասպանությունից առաջ եկած այդ առումով ցեղասպանվածի ինքնություն չունեին հա ասма կոտորածների ջարդի ժամանակ մերս ասպարես թերթեր կարդում քերիներս ելույթ էին ունենում ֆրեզնոյեն փող են հավաքում որ ուղարկեին բանման բայց հա նույնիսկ մի դեպք կար ասում էր մի անգամ երկրաշարժ էր եղել, ասма քերիս ուրախացել էր, ասма առաջի դեպքն է, որ հայերը ոչ թե կոտորածից ու ցեղասպանությունից են քչանում, այլ երկրաշարժից, որը շատ ուրախալի է։ Այդ աբսուրդն էլ նույնիսկ կար, էլի, բայց այդ խոսքը Սարյանի երևի ամենաուժեղ կերպարներից մեկն է։ Ընդհանրապես քերիները, այսինքն չգիտեմ խիա քերի թարգման, որովհետև ինքը uncle է գրում, դե uncle-ը universal է, կարող հորեղբայր լինի, մորեղբայր լինի։ Ամեն դեպքում երևի քերիա, որովհետև մորական ցեղն է, ոնց հասկանում եմ։ Ուղղակի ոնց շատ են քերիները, մի քանի քերի էջից կա, այսինքն քերի մելիք կա, քերի գարո կա, քերի վահան կա, այս քերի խոսրովը կա, նո լսի դե գրականությունը հասկանում ենք որ բոլորին չի գրել կամ այտենց դոկումենտալ չես կարդում էլի, բայց մեկը շատ են այդ առումով։ Հա, Խոսովը ամենաուժեղ կերպարն է ու խորհուրդ կտանք այդ իմ անունը արամաժողովածուն, եթե չունեք կամ եթե ունեք, կարող եք հենց սպիտակ ջուր սկսել որպես ամենաառաջինը, հետո նաև խեղճուկրակ արաբը, նռնենիները, չգիտեմ, տես տարբեր բաներ են։ Այդ ամբողջ այդ ցիկլը կարելի է շատ կարճ հարմար 100 էջանոց բան է, մի օրվա մեջ կարելի է ամբողջությամբ կարդալ ու իրական հաճույք ստանալ այն հաճույքը, որ մարդը առաջին անգամ կարդում է ինչ-որ գրական լավ ստեղծագործություն, Սարյանը ունի այդ բանը, նույնն էլ Դավլատովը, բայց Դավլատովը իմիջիալոց այդ իմաստով ավելի բան է, այսինքն ես հասկանում եմ, որ այդ կոնյունկտուրան պետք է ունենաս, այսինքն այդ իմանաս, պետք է այդ սովետի ամբողջ այդ բանը, ես քանի որ այդ ժամանակները շատ եմ ուսումնասիրել, ինձ հետաքրքիր ա եղել, իմ համար ինքը գտածո է։ Ես իր հումորները լրիվ հասկանում եմ, ոնց որ այդ ժամանակվա մարդը կոնտեքստը իմանաս, հա։ Իսկ դե կոնտեքստը այդքան էական չի Սարոյանի դեպքում։ Սարոյանի դեպքում երբեք կարդաս 1000 տարի հետո կարդաս
եթե մարդ ես, մարդկային բաներ ունես, քեզ կհուզի կհետաքրքրի։ Ինքը շատ դառնում շատ էգզիստենցիալ հումանիստական է, կոնտեքստից կտրված, կոնտեքստ չունի, ոչ թե կտրված, այլ կոնտեքստը հումանիզմն է, ջոգում ես այս կոնտեքստը։ Ու իր հարցած իմիջիալոց Սարոյանը 4 անգամ կարծեմ եկել է Հայաստան։ Այո։ Մի երկու հատը նույնիսկ կա բանով, YouTube-ում մի երկու հատը կա, Համասայանի հետ գնացել էին բան, հանրայինի եթեր։ Առաջին անգամ որ եկել է Չարենցին է տեսել, ու Չարենցի մասին նա հետաքրքիր բան ունի, էլի, ինչ որ այդ փոքրիկ հսկան, ինչ տենց հուշեր ունի Չարենցի մասին, ասում որ տեսա խայտարակ պուճուր ու գեշ ասում մարդեր, էլի, ոնց որ բան եղա, ասում բայց հենց սկսեց խոսալ, ասում աշխարհի ամենասիրուն մարդը դառավ, էլի, որ ես երբևէ տեսել էի։ Այդ իմաստով էլ է հետաքրքիր, որ Սարոյանը բնականաբար շատ ավելի մոտ է մեզ, քան Դավլատովը։ Ուղղակի Դավլատովին այսպես բերեցին որպես օրինակ հենց այդ օրինակ Մերոնքը որ գրած չլներ ինքը, այդ Նաշին եթե գրած չլներ, ընդհանրապես չէի մտածի իր հայկականության մասին, էլի։ Ուղղակի որ քանի որ ինքն էլ է մի թեթև կպել, իմիջիալից Ամերիկայում։ Բացի այդ որպես գրողական ստեղծագործական ոչ, շատ հետաքրքիր է թե ոնց են այսինքն ոնց են իրանց ընտանիքի մասին խոսում, ոնց են էտյուդներ սարքում, ոնց են կարճ գրում, ի վերջո ինչ որ քիչ շատ հայկականություն կարաս ասես ինչ որ, բայց այդ դրսևորումներն էլ են հետաքրքիր, էլի ոնց է երկու տարբեր գրականություն, ռուս գրականությունն ու ամերիկյան գրականությունը, ոնց է շատ որակյալ կարճ պրոզայի ձևով, արձակի ձևով նկարագրում տնեցիներին, նկարագրում հումանիստական թեմաներ, փոքր մարդու թեմաներ, հարազատ մարդու թեմաներ, այդ շատ բան է, էլի։ Այդ իմաստով մի հատ էլի հետաքրքիր բան նյուանս կա իրանց հետ կապված, երկուսին էլ Դավլատովին էլ Սարոյանին էլ միշտ կողքից կարդացող է, եթե իրենց կյանքը ուսումնասիրի ու տենց հուշեր բաներ չկարդա, միշտ կմտածի, որ ցեն պարզ բարի ինչ որ բան մարդիկ են եղել, բայց իրականում լրիվ հակառակը, շատ բարդ ծանր նավազ մարդիկ են եղել երկուսն էլ իմիջիալոց, շատ նույն ընտանիքի մեջ կոնֆլիկտներով, խնդիրներով, իրանց լուրջ կրիզիսներով մարդիկ են եղել, ու դա էլ է հետաքրքիր, նաև այդ Դովլաթովի պահը, որ ասեցիր, ինքը ոճավորման իմաստով որ շատ է օգտագործել տենց ինչ որ վարժություններ է արել, էլի, ոնց որ լեզուն ավելի լավ ստացվի, դու հիմա որ Դովլաթով կարդում ես, այնքան ինքը պարզ ու հեշտ է գրած, քեզ թվում է ինքը ոնց մտքին եկել է գրել է, էլի շատ բայց իմիջիալոց այդ պարզությունը շատ ավելի դժվար է հասնել։ Դե այդ ինչքան պիտի գրես, խմբագրես, սրբագրես, գրես, խմբագրես, այսինքն ինքը թվում է պարզ գրականություն, բայց ինքը իրական հակառակը ավելի բարդ գրականություն է ստեղծողի տեսանկյունից, էլի։ Դժվար է հասնել այդ պարզությանը, էլի։ Դե ամենաբարդ գործերը, ամենա ոնց ասեմ ամենահանրամատչելի գրածներն են, այսինքն դու լսի բարդ բանի մասին բարդ խոսելը շատ խելք չի պահանջում։ Ասում ես ախպեր, ուզում եք հասկացեք, չեք ուզում մի հասկացեք, բայց եթե բարդ բաների մասին կարող ես պարզ խոսես, ուրեմն, չգիտեմ, գոնե մարսել ես, դրա մեջով անցել ես, ուղնուցուցը հասկանում ես, կարող ես էլի ոնց որ այդ բարդ բաների մասին այնքան ես դու իրան ընկալում, այնքան ես դու իրան ներսով քո մեջով անցկացել, որ կարող ես պարզ խոսած դրա մասին, էլի, իբրև ինչ որ բարդ բան։ Օրինակ մեզ այս մեր եթերների համար շատ են մեղադրում, կոմենտներում շատ եմ տեսնում, որ ասում են լեզուն լավը չի, վերջախոս հայերենով պիտի խոսակ, յանի, տենց ստերիլ հայերենով պիտի խոսակ, գրական հայերենով պիտի խոսակ, կիրթ բաներ պիտի ասեք, կամ ինչ որ անընդհատ գրում են, բա այսի սխալ եք մեկնաբանում, այնի սխալ եք մեկնաբանում, թե սխալ մեկնաբանությունը որն է, Աստված գիտե, էլի, մեկնաբանությունը ժողովուրդ ջան, սխալ մեկնաբան, ինչ որ բան չկա, էլի, սուրբ գիրք չկա գրած, որտեղ բոլորը պիտի մի ձև մեկնաբանվի, էլի, տենց ինչ որ։ Այս վերջերս նույնիսկ մեղադրում են, որ ասում են դες կինոն սխալ եք մեկնաբանում, եթերը չեն նայում, մենակ շորտն են նայել, էլի, դե շորտը խոսքի կինոյից կտորներ է դրած, ասում են կինոն սխալ եք մեկնաբանում, երբ որ մենք այդ եթերել ենք, կինոյի մասին չենք իմացել, այդ Թումանյանի աղքատի պատիվը նկատի ունեմ, էլի։ Այդ բանը կա, որ տենց այդ բիատ ուրիշ թեմա է, որը մի օր կխոսանք, ընդհանրապես այդ շորթերի գաղափարը, այդ որ փոքր ինչ որ մաս ես գտնում առանձնացնում ես, որը ավելի մեծ հնարավորություն, քանի որ շորթերը ավելի շատ են նայում, քան մեծ բաներ, վիդեոներ, ավելի մեծ հնարավորություն ունի մեծ մասը հավաքելու ու մեկ-մեկ մենք մեր համար լրիվ անհասկանալի պատճառներով, մեր ոնց որ ասում մեր համար կամազով հանգիստ գնում էինք, այս մոտոն ուրդից եկավ, լրիվ այդ վիճակն է ալնում, այսինքն մեկ էլ միամիտ շատ մեծ, ասենք տասնյակ հազարավոր մարդիկ
տեսնում են այդ շորթը ու այդ գալիս է այդ bubble-ից դուրս գալու big խալխի big bubble-ի մեջ ընկնելու թեման է բացվում, որ դու ընկնում ես մի միջավայր, որտեղ այդ հիմա մեզ նայում է ասենք 1000 կամ 2000, նու հա 5000 մարդ, այդ են մարդիկ են հիմնականում, ովքեր գրականությամբ իրոք հետաքրքրված են։ Նայ օրինակ մի բան ասեմ, կներես նորի ինչ էի ասում, այդ սպիտակ ձյու բանը որ կա, հայերեն թարգմանությունը, չէ՞, ոնց էր Չեմ հիշում ես լեռնագրեր։ Սպիտակ ձյու ամառը, գեղեցիկ սպիտակ ձյու ամառը։ Գեղեցիկ սպիտակ ձյու ամառը հատված կա, ինչ է ասում, ասում մեր տանը Խոսրով քերիս սուրճ խմելու եւ եկել էին սուրճ խմելու եւ սիգարետ ծխելու։ Նա բազմեց հյուրասենյակում սուրճ խմեց, ծխեց եւ վերհիշեց մեր հին երկիրը, հայրենիքը։ Հետո մի ուրիշ այցելու եկավ Ջոն Բայերո անունով մի ասորի ագարակատեր, որը մենությունից հայերեն խոսել էր սովորել, ոնց որ դու ես ասում։ Ուրեմն ես այս հատվածը որ կարդում եմ անընդհատ, արա ասում եմ ես շատ եմ Սարոյան կարդացել։ Ու գիտեմ որ Սարոյանը հայրենիք չի ասում։ Հա։ Հատուկ չի ասում այդ մարդը։ Հին հող է ասում, հին երկիր է ասում, հա, ասում է, բայց բան motherland կամ fatherland, այդպես բաներ չի ասում։ Արա հայրենում խիագը ոնց է դառը որ կասկած է էլի մտնում մեջ, այդպես մսախ բերես մարդը ոչը գիտես, այդ մարդը հայրենիք չի ասում։ Ոնց է բան, ու հայրենում հատուկ գրած է էլի, ասում էր մեր վերհիշում էր մեր հին ոնց էր, վերհիշում էր մեր հին երկիրը, բութ հայրենիքը։ Անգլերեն օրիգինալում ասма then, ասма he said in the parlor sipping and sipping-ը բանը այդ կոմ ֆրթսներն է, էլի sipping and smoking and remembering the old country։ Հիմա խորհրդային թարգմանությունը հավանաբար ճիշտ է։ Հա։ Այդ բանը սպիտակ ձյու ամառը թարգմանել է թարգմանել են Հրանտ Մաթևոսյանն ու Շողիկ Մաթևոսյանը։ Իր աղջիկն է, էլի իրական։ Այո, Շողերը Մաթևոսյան։ Հա, Շողը։ Բնօրինակում, չգիտեմ իրանք բնօրինակը նայել են թե չէ, բայց բնօրինակում այդ մարդը հայրենիք չի ասում, հատուկ չի ասում։ Իր համար, որովհետև այդ հին երկիրը, այդ գրողի համար հին երկիրը, բանա, չէ, նախնիների երկիրը հայրենիք չի։ Ու սովետի վատը որն է, այդ սովետի ժամանակ այդ իդեոլոգիան է, որ բանա Սարոյանի համար էլ է դիպտի հայրենիք լինի, ջոմը սաղից հայրենիքն է, ուրեմն իր հայրենիքն է, ու հատուկ բութ է այդ բանը ասում, վերհիշում էր հին երկիրը բութ հայրենիք, ախպեր չի գրե այդ մարդը հայրենիք։ Չէ, գիտես խեմ ասում, շատ կարևոր նուրբ դետալ է, որ երբ որ դու թարգմանում ես գրողին, դու պետք է իմանաս այդ գրողը հատուկ ինչ բառեր է ընտրում, հատուկ ինչ ոճով է գրում, հատուկ ինչ լոգիկայով է գրում, հատուկ ինչ փիլիսոփայությունը խորհուրդ ունի իր գրականության մեջ։ Փիլիսոփայական է ընտրությունը։ Դու փաստացի դա, այո, դու փաստացի բան ես անում, ես դու այդ քո թարգմանությամբ մոլորացնում ես ընթերցողներին, ովքեր օրինակ անգլերեն չգիտեն ու օրիգինալը չեն կարող կարդան։ Դու մոլորեցնում ես այդ ընթերցողներին ցույց տալով, որ Սարոյանը հատուկ գրել է հայրենիք, երբ որ այդ մարդը հատուկ չի գրել հայրենիք։ Ընդ որում երբ դու Սարոյան կարդում ես, ճոգում ես, որ մարդը չի ուրանում իր հայրենիքը, չի ասում այդ մեր հայրենիքը չի, բայց հատուկ ուրիշ արտահայտչա միջոցներ, ուրիշ լեզու է ընտրում դրա համար, էլի ճոգում ես ոնց։ Օրինակ թարգմանությունների վատ այդ առումով, հատկապես խորհրդային շրջանի թարգմանությունների վատ այդ առումով այն էր, որ շատ ժամանակ անգլերենից չէին թարգմանում կամ ռուսերենից էին թարգմանում, միջնորդ լեզվից։ Ու շատ ժամանակ շատ բաներ գաղափարականացված էր, այդ իդեոլոգիան այնքան ուժեղ էր, որ թարգմանիչները համահեղինակի պես հերձում էին գործերը։ Ոնց որ այս դեպքում։ Ինչքան է սիրենք Հրանտ Մաթևոսյանին, ինչքան է սիրենք Շողեր Մաթևոսյանին, բայց այդ մարդը հայրենիք չի գրել։ Ու երբ որ ասում կարդացել եմ Սարոյանը, նայում գրած է բանը, մեր հին երկիրը բութ հայրենիքը։ Արա ո՞նց կար այդ մարդը հայրենիք գրի, երբ որ մնացած բոլոր գործերում չկա դա։ Հա, հետաքրքիր բան ես ասում այդ։ Իմիջիալոց էլի բան է, դա էլ կարելի է ուսումնասիրել, չգիտեմ, կարծեմ կինս հենց զբաղվել է այդ բանա գրել, կարծեմ մագիստրականը, թե 4 կուրսի ավարտելուն, նվագարավրատի ավարտելուն, հենց այդ թարգմանության հետ կապված ինչ-որ բանա, գիտական հոտ բանա գրել, ոնց որ հոդված է գրել էլ, հենց կարելի է մի հատ ուսումնասիրել։ Ասենք պարզ է, չէ, որ Դովլաթովը հաստատ իր գործերում հայրենիք չունի գրած։ Հələ Դովլաթովը ավելի շատ պարզ է, էլի, որովհետև Դովլաթին կարծում եմ, որ վեճը չէր հայրենիք մայրենիք էլի, սովորական Լենինգրադի գրող էր, ռուս գրող էր, Լենինգրադի գրող էր, էլի։ Բայց Սարոյանի մոտ էլ հատուկ չկա, էլի, այտենց այդ մարդը հատուկ է ընտրել, հատուկ բառապաշարը, ոճերը, բաները, էլի, եք թարգմանը դրա հայրենիք։ Այդ կբարձրացնենք այդ հարցը մյուս նիստին։ Լավ, հա երկար տևեց էս եթերը։
Բայց լավ էր, չէ, կարևոր խոսակցություն էր, նաև մեր համար էլ էլի հետաքրքիր է։ Իհարկե Դավլաթովին էլ դժվար վերադառնանք, եթե հայ գրակից ենք խոսելու, բայց Սարոյանին ավելի տեղեր կունենանք վերադառնալու իմ կարծիքով մեկ-մեկ։ Միգուցե նաև sense ուրիշի հետ համեմատելու սկզբունքով, հայկականության ասենք ինչ որ բաներ գտնելու առումով էլի ու կարևոր խոսակցությունը նաև այդ մենք նաև իհարկե խոսք ենք տալիս, որ մի օր կսկսենք սփյուռք հայ գրողների, որոնք հենց հայերեն են գրել իմիջիայլոց։ Այդ գրողների մասին խոսել, հա, Զարյան, Զորապ եւ այլն էլի տեսնենք։ Դա արևմտահայ, նաև հետո էլ նաև սփյուռք հայ այդ ուղղության գրողներին էլ ենք վերցնելու։ Մի քիչ ես օրինակ մի քիչ բոբիկ եմ այդ թեմայով, որտեղ Հայաստանը կենտրոն ենք էլի մենք շատ եղել ու արևելա Հայաստանը կենտրոն ենք միշտ եղել, այդ տրադիցիան ենք ուսումնասիրել, ինչը իմ կարծիքով սխալ է, որովհետև մենք մեծ տենց ժառանգություն ունենք արևմտահայ գրականության, որը հետո նաև ինչ որ բաներ գտել է սփյուռքահայ գրականության մեջ, այդ էլ շատ մեծ թեմա է, որին անպայման կգանք էլի։ Երևի այսքանը, շնորհակալություն, որ մեր հետ էիք։ Այսքան դիմացակ։ Հա, հուսանք հավանեցիք, հուսանք անպայման կկարդաք, որովհետև մենք հիմա ինչ բառերով էլ խոսենք այս գործերի մասին, պետքա կարդաք, որովհետև շատ հետաքրքիր գրականություն է, մենք ինչ որ վերցրել ենք այս գրականության ինչ որ կոնկրետ բան, որի մասին խոսում ենք, բայց այս գրականությունը շատ ավելի մասին է միշտ գրականությունը ավելի մասին է, քան իր մասին խոսալուց դու կարաս բացես, էլի, միշտ ունի ինքը ուրիշ շերտեր, որոնք հնարավոր չի sense խոսալով բացել, էլի, ու այս հենց այդ գրականությունն է, էլի, սա։ Ու նաև որովհետև ամեն ընթերցողի համար իր սեփական շերտերն է բացում, իր սեփական զգայացն է բացում, մենք ինչքան էլ մեր ընթերցողի, ի վերջո մենք գրականագետներ չենք, ոչ էլ այդ պատմուճանը մեր վրա վերցել են գրականագետի, մենք ընթերցողներ ենք, որոնք սիրում են գրականություն, որոնք գիտեն գրականություն, որոնք ուրիշ, չգիտեմ, ուրիշ հարակից ասպարեզներից էլ գիտելիքներ ունեն ու խոսում են գրականության մասին, բայց խորհուրդ ենք տալիս ձեզ որպես ընթերցողներ, ի վերջո հայ գրականության պոպուլարիզացիային նվիրված մեր ոդկասթը, ձեզ որպես ընթերցողներ, ոնց ասեմ, գրավեք դրանով, կարդաք գրականություն, մեր այն գործերը, որ մենք ենք խորհուրդ տալի կամ միգուցե դրանից հետո ինչ-որ նոր գործերով տարվեք կարդաք ու ձեր իսկ քիմքին հաճելի գործեր գտնենք միգուցե կամ չգիտեմ կարող վիճեք մեզ հետ կամ կարող համաձայնեք մեզ հետ ասեք հա կարդացինք մենք էլ նույնը զգացինք բայց կարդացեք գրականություն մարզեք ուղեղը doom scrolling-ից հաստատ որ լավ է օրը 10-15 րոպե ինչ որ պատմված կարդալը հաստատ չի վնասի միայն կօգնի բայց իհարկե եթե հետաքրքրված եք եթե խոսքի կոպիտ ասած հետաքրքրված չեք թքած ունեք կամ մտածում եք որ հայ գրականությունը արժանի չի գրականություն համարվելու կամ կարդացվելու Դոստոևսկիյան գրականություն չկա կամ ֆոլկլորիցյան գրականություն չկա, այդ էլ է մոտեցում, բան չեմ կարող ասեմ։ Չեմ կիսում իհարկե այդ մոտեցումը, բայց Սարոյանի դեպքում նաև խորհուրդ կտամ շատ հաճախ հարցնում են, էլի, ասենք 10 քանի տարեկան երեխուս ինչ գիրք բան, ասենք Սարոյանը եթե երեխան ունի գրականության նկատմամբ թեթև բան, կատակերգությունը, հա, շատ հանգիստ կարաս տես կարդա օրինակ, նույնիսկ այդ պատմվածքը շատ ինքը տանող բան է, էլի, մի խոսքով ձև չի չհավանի։ Մաքոլին ոնց էր գլխավոր հերոսը Մաքոլի էր։ Օրես անուններից սկսել տարիքային է մոտս արդեն։ Շաքարաջուր խմի, Ալցհեյմերա կոչվում։ Պետքա բանը հիմքից։ Շաքարաջուրը բայց բուժում է, հա, այդ Ալցհեյմեր։ Կանգնեցնես էլի հիշողությունը մի քիչ հիմքից բան կանես էլի կանգնեցնես Ալցհեյմերի process-ը։ Ինչ որ տարիքի բաները սա հիշում եմ։ Դա էդի դեմից լավ զապիս ա եղել, դեմից մնացել է։ Լավ տեղերը գրավել են արդեն, էլ նոր բան չի լցվում էլի։ Լավ, Ես դրական նոտա ես պոզիտիվ եւ տրագիկ կոմեդիկ նոտայի վրա ավարտենք եթերը շնորհակալություն մեզ այսքան դիմանալու համար լսելու համար լայքեք մեզ կոմենտեք մեզ բաժանորդագրվեք մեր YouTube-ին ուղարկեք ձեր ընկերներին եթե դուր է գալիս ինչ որ արթնում ենք դարձեք մեր պատրոնը աջակցեք մեզ ֆինանսապես մենք էլ ոնց որ տենց փորձենք հնարավորինս լավ նյութեր լավ եթերներ ու լավ կոնտենտ տալ ձեզ մինչ նոր հանդիպում շնորհակալություն հաջողություն ձեզ ապրել, այնպես ապրել։ Դու զգում ես քո ոչնչությունը կանջա։ Գրողը գաղափարների եւ ժամանակների ձևավորողն է։